Երբ միայնակ զգացել եք ինքներդ ձեզ, նույնիսկ մարդկանցով շրջապատված լինելիս, նա պատրաստվում էր ծննդաբերել, բայց իր շուրջը տիրող դատարկությունն ավելի շատ էր ցավեցնում, քան ցանկացած կծկում։ Մինչ կյանք էր ծնվում, նրա սերը լուռ կտոր էր լինում։ Եվ մնացել էր միայն մի քրոջ խոստումը, ով երդվել էր երբեք չլքել։ Եթե այս պատմությունը հետաքրքրել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք դիտում, շարունակենք։ Անձրը հոսում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչի հիվանդանոցի պատուհաններից, կարծես երկինքը կանխազգում էր մոտալուտ ողբերգությունը։ Այնտեղ, վերում, Երանի սրտում գտնվող այդ ժամանակակից շենքի 12-րդ հարկում, Մարիամն զգում էր, թե ինչպես է իր մարմինը հանձնվում, մինչդեռ միտքը դիմադրում էր մնացած բոլոր ուժերով։ 38 շաբաթական հղիությամբ նա պայքարում էր աչքերը բաց պահելու համար, որպեսզի թույլ չտա, որ իրեն տանի խավարը, որը համառորեն փաթաթվում էր իրեն, ծանր ու խեղդող ծածկոցի պես։ Ցավն ավելի ու ավելի ուժեղ ալիքներով էր գալիս, բայց նրան տանջում էր ոչ միայն ֆիզիկական ցավը։ Դա մյուս ցավն էր, որը ոչ ոք չէր տեսնում, որը չէր երում մոնիտորների կամ հետազոտությունների վրա։ Միայնության ցավը, երբ երկու կյանք ես կրում քո մեջ, քեզ լիովին միայնակ ես զգում աշխարհում։ Մարիամն աչքերը սեղմեց, երբ հերթական կծկումը տարածվեց իր մարմնով, հենց այդ պահին նա զգաց իր քրոջ փոքրիկ ու ամուր ձեռքը, որն ուժգին սեղմեց իր ձեռքը։ Ջուլիան ընդամենը 22 տարեկան էր, ճարտարապետություն էր սովորում Երանի պետական համալսարանում, վերջին ամիսներին դարձել էր Մարիամի միակ մշտական ուղեկիցը։ Նա էր նրան տանում նախածննդյան խորհրդատվությունների, նա էր օգնում ընտրել երեխաների հագուստները, նա էր լսում վախերն ու տագնապներն առանց դատելու։ Եվ հիմա, հիվանդանոցի այդ սառը սենյակում, նա էր բռնած քրոջ ձեռքը, ինչպես բռնում են համատեղ պատմությունների, մանկության ծիծաղների, լուսաբացին շնչված գաղտնիքների մի ամբողջ կյանք։ Մնա նրանց հետ, Ջուլիա, շշնջաց Մարիամը թույլ ձայնով, գրեթե կորած շշուկ սարքերի աղմուկի մեջ։ Եթե ես չկարողանամ, դու կհոգաս նրանց մասին ինձ համար, խոստանում ես։ Ջուլիան զգաց, թե ինչպես են արցունքներն այրում իր աչքերը։ Մի ասա այդպես, Մարիամ։ Դու լավ կլինես, դու կտեսնես քո երեխաներին մեծանալիս, կսովորեցնես նրանց քայլել, խոսել։ Դու կլինես ամեն ծննդյան օրվա, ամեն ավարտական երեկոյի ժամանակ։ Մի խոսա այդպես ինձ հետ։ Բայց նույնիսկ այդ խոսքերն ասելիս, Ջուլիան զգում էր, թե ինչպես է վախը սեղմում իր կուրծքը, ծովառյուծի պես։ Նա տեսնում էր քրոջ գունատ դեմքը, տեսնում էր մոնիտորների վրա ահազանգող թվերը, տեսնում էր բուժքույրերի մտահոգ արտահայտությունը, ովքեր ավելի ու ավելի շտապ շարժումներով մտնում ու դուրս էին գալիս սենյակից։ Եվ այն, ինչ ամենաշատն էր նրան սարսափեցնում, մի մարդու բացակայությունն էր, ով պետք է այնտեղ լիներ, բռնած Մարիամի մյուս ձեռքը, ասելով, որ ամեն ինչ լավ կլինի։ Էդուարդ։ Նրա անունը սուր շեղբի պես անցավ Ջուլիայի մտքով։ Էդուարդ Սարգսյան, Մարիամի ամուսինը, այն մարդը, ով խոստացել էր սիրել հոգ տանել նրա մասին առողջության հիվանդության ժամանակ։ Հաջողակ գործարարը Sargsyan Incorporations-ի սեփականատերը, երկրի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկը։ Այն մարդը, ով հենց այդ պահին քաղաքի մյուս կողմում էր, գործարար հանդիպման, մինչդեռ իր կինը պայքարում էր կյանքի համար։ Բուժքույրերը 3 անգամ զանգել էին նրան։ 3 անգամ։ Ջուլիան գիտեր դա, քանի որ ներկա էր, երբ բժշկական թիմի համակարգողը կատարեց վերջին փորձը, հնարավորինս պարզ բացատրելով իրավիճակի լրջությունը։ Էդուարդի պատասխանը սառն էր, մեխանիկական։ Ես կարոր հանդիպման եմ։ Հնարավորինս շուտ կհասնեմ։ Տեղեկացրեք, եթե զգալի փոփոխություններ լինեն։ Զգալի փոփոխություններ։ Կարծես կինը, որը վաղաժամ ծննդաբերության մեջ էր, բարդություններով, բավականաչափ զգալի չլիներ։ Կարծես երեխաներից մեկի անկանոն սրտի բաբախյունը չարժանանար նրա անհապաղ ներկայությանը։ Կարծես Մարիամը լիներ նրա լիքը օրակարգի հերթական կետը, մի բան, որը կարելի էր վերափոխել ավելի հարմար ժամի։ Ջուլիան նայեց քրոջը, տեսավ, որ նա կրկին փակել էր աչքերը։ Մարիամ։ Մարիամ, մնա ինձ հետ։ Նայիր ինձ։ Ես այստեղ եմ, շշնջաց Մարիամն առանց աչքերը բացելու։ Ես պարզապես հոգնած եմ, Ջուլիա։ Այնքան հոգնած։ Հենց այդ պահին դուռը կտրուկ բացվեց, դոկտոր Հելենը ներս մտավ, երկու բժշկի 3 բուժքրոջ ուղեկցությամբ։ Ակուշեր գինեկոլոգի դեմքի արտահայտությունն ասաց այն ամենը, ինչ Ջուլիան պետք է իմանար, նույնիսկ մինչ նա բերանը բացելը։ Բբ երեխայի սրտի բաբախյունները կտրուկ անկում ապրեցին, ասաց բժիշկը, արդեն շարժվելով դեպի մոնիտորը։
Մենք ստիպված կլինենք անհետաձգելի կեսարյան հատում կատարել։ Հենց հիմա։ Սենյակը շարժման մեջ պայթեց։ Հմուտ ձեռքերն անջատեցին որոշ սարքեր, մինչդեռ միացնում էին մյուսները։ Մարիամի մահճակալը սկսեց շարժվել դեպի դուռը։ Ջուլիան այնքան ուժգին բռնեց քրոջ ձեռքը, որ իր մատները սպիտակեցին։ Ես այստեղ կլինեմ, երբ դու արթնանաս, խոստացավ Ջուլիան խեղդված ձայնով։ Դու երեխաները լավ կլինեք։ Ամեն ինչ լավ կլինի, Մարիամ։ Պետք է լինի։ Մարիամը փորձեց ժպտալ, բայց դա շուրթերի թույլ շարժում էր միայն։ Հոգ տար նրանց մասին, Ջուլիա։ Եթե նա չհոգա, դու հոգ տար։ Խոստացիր։ Մինչ Ջուլիան կկարողանար պատասխանել, մահճակալն արդեն անցնում էր դռնով, դեպի վիրահատարան։ Վերջին բանը, որ նա տեսավ, Մարիամի գունատ ձեռքն էր, որն անհետանում էր մետաղական կրկնակի դռների հետում։ Եվ հետո նա մնաց միայնակ միջանցքում, կոտրված սրտով կրծքի մեջ աճող կատաղությամբ, անկառավարելի հրդեհի պես։ Կատաղություն Էդուարդի նկատմամբ։ Կատաղություն այդ մարդու նկատմամբ, ով քրոջ կյանքը վերածել էր լուռ մղձավանջի։ Ջուլիան հիշում էր հիանալիորեն, թե երբ էր Մարիամն ամուսնացել նրա հետ 6 տարի առաջ։ Այն ժամանակ Էդուարդը կարծես ժամանակակից հեքիաթից դուրս եկած հմայիչ արքայազն լիներ։ Գեղեցիկ, հմայիչ, հաջողակ։ Նա Մարիամին տանում էր շքեղ ռեստորաններում ընթրիքի, առանց ակնհայտ պատճառի ծաղիկներ էր նվիրում, ասում էր, որ նա ամենագեղեցիկ կինն էր, որին երբե հանդիպել էր։ Ամուսնությունը հանդիսավոր տոնակատարություն էր Արարատի մարզում գտնվող Վիլա Ռիկա առանձնատանը, 300-ից ավելի հյուրերով մինչ լուսաբաց ձգվող երեկույթով։ Առաջին տարիներին Մարիամն իսկապես երջանիկ էր եղել։ Ջուլիան հիշում էր, թե ինչպես էր քույրը նրա մասին խոսում փայլող աչքերով, թե ինչպես էր ժպտում, երբ հեռախոսը զանգում էր, նա էր զանգում, ասելու, որ սիրում է իրեն։ Մարիամը թողել էր գրականության ուսուցչուհու իր աշխատանքը, իրեն տան խնամքին նվիրելու, Էդուարդին նրա կորպորատիվ միջոցառումներին աջակցելու, հաջողակ գործարարի կատարյալ կինը լինելու համար։ Բայց ամեն ինչ սկսել էր փոխվել մոտ 2 տարի առաջ։ Սկզբում նուրբ, գրեթե աննկատելիորեն։ Էդուարդը սկսել էր ավելի ու ավելի ուշ տուն գալ։ Գործուղումներն ավելի հաճախակի, ավելի երկար էին դարձել։ Ռոմանտիկ ընթրիքների փոխարեն մենակակյաց ճաշեր էին։ Պատշգամբում երկար զրույցները փոխարինվել էին լարված լռությամբ հյուրասենյակում։ Մարիամը փորձում էր պահպանել արտաքին տեսքը, հատկապես ծնողների ընդհանուր ընկերների առջ։ Բայց Ջուլիան, ով միշտ ճանաչել էր քրոջը, նկատում էր աճող տխրությունը նրա աչքերում, տեսնում էր, թե ինչպես էր նա կոմպուլսիվորեն ստուգում հեռախոսը, սպասելով մի հաղորդագրության, որը չէր գալիս, նկատում էր, թե ինչպես էր նա պատրաստում բարդ ընթրիքներ, որոնք սառչում էին սեղանին, քանի որ Էդուարդը վերջին րոպեին տեղեկացնում էր, որ չի գա։ Հղիության մասին լուրը 8 ամիս առաջ հույսի փոքրիկ կայծ էր բերել։ Մարիամը հավատում էր, որ երեխաները կմիացնեն զույգին, որ Էդուարդը կրկին կդառնա այն տղամարդը, ում նա սիրահարվել էր։ Մի քանի շաբաթ թվում էր, թե նա ճիշտ էր։ Նա ավելի ներկա էր թվում, ավելի ուշադիր։ Բայց շուտով իրականությունը կրկին իրեն պարտադրեց, Էդուարդը կրկին սուզվեց իր գործարար աշխարհի կորպորատիվ պարտավորությունների մեջ։ 3 շաբաթ առաջ էր, որ Ջուլիան հայտնաբերել էր ճշմարտությունը։ Կամ գոնե դրա մի մասը։ Նա Արտրի կենտրոնում էր ընկերուհիների հետ, երբ տեսավ Էդուարդին նստած վերին հարկի ռեստորաններից մեկում։ Նա մենակ չէր։ Նրա կողքին, այնքան մոտ, որ նրանց ուսերը գրեթե դիպչում էին միմյանց, մի կին էր, ում Ջուլիան անմիջապես ճանաչեց, Բեատրիս Հարությունյանը, Sargsyan Incorporations-ի գործադիր օգնականը։ Նրբագեղ կին, մուգ մազերով, միշտ անթերի սանրված, կարված կոստյումներով, սառը արդյունավետության տեսքով, որը նրան նախորդում էր ամենուր, ուր նա գնում էր։ Բայց Ջուլիայի սիրտը սեղմվել էր ոչ թե Բեատրիսի ներկայությունից, այլ այն ցից, թե ինչպես էր Էդուարդը նայում նրան։ Դա այն ժպիտն էր, որը լուսավորում էր նրա դեմքը, այն ժպիտը, որը Ջուլիան այդքան ժամանակ չէր տեսել, որ նա տա Մարիամին։ Դա այն ձն էր, թե ինչպես էր նա գլուխը թեքում նրա կողմը, երբ խոսում էր, թե ինչպես էին նրա մատները շոշափում նրա մատները, երբ երկուսն էլ միաժամանակ վերցրեցին ճաշացուցակը։ Ջուլիան լուսանկար էր արել բջջային հեռախոսով։ Այն ժամանակ լիովին չգիտեր, թե ինչու, գործելով ավելի շատ բնազդով, քան գիտակցված պլանով։ Նա պարզապես զգում էր, որ իրեն պետք է այդ ապացույցը, այդ գրառումը մի բանի մասին, որն իր սիրտը արդեն գիտեր, որ ճիշտ է, բայց որին իր միտքը դեռ պայքարում էր ընդունելու համար։
Օրեր շարունակ նա վիճում էր ինքն իր հետ, թե արդյոք պետք է ցույց տար լուսանկարը Մարիամին։ Քույրը հղի էր, խոցելի, արդեն այնքան էլ հուզականորեն թույլ։ Արդյոք իրավունք ուներ լիովին ոչնչացնելու այն, ինչ հույս էր մնացել նրա սրտում։ Թե արդյոք ավելի մեծ դաժանություն կլիներ նրան անտեղյակության մեջ թողնելը, ապրելով մի պատրանքով, մինչդեռ ամուսինը անամոթաբար դավաճանում էր նրան։ Ի վերջո, Ջուլիան կարիք չունեցավ այդ որոշումը կայացնելու։ Մարիամն ինքնուրույն էր սկսել կասկածել։ Նա ուղղակիորեն հարցրեց քրոջը մի երեկո, երբ Ջուլիան այցելեց նրան Երանի կենտրոն թաղամասի շքեղ բնակարանում։ Կարծում ես, որ նա ինձ դավաճանում է, Ջուլիա։ Սա էր հարցրել Մարիամը, դողդոջուն ձայնով արցունքներից կարմրած աչքերով։ Ջուլիան չկարողացավ ստել։ Նա ցույց տվեց լուսանկարը և տեսավ, թե ինչպես է քրոջ սիրտը կտոր-կտոր լինում իր աչքերի առջ։ Հիմա, մինչ սպասում էր հիվանդանոցի սառը միջանցքում, Ջուլիան զգում էր այդ ծանոթ կատաղությունը, որն այրվում էր իր կրծքի մեջ։ Էդուարդը գիտեր, որ Մարիամը հիվանդանոցում էր։ Գիտեր իրավիճակի լրջությունը։ Գիտեր, որ իր կինը, իր երեխաները վտանգի մեջ էին։ Եվ այնուամենայնիվ նա ընտրեց մնալ իր հանդիպմանը հավանաբար նստած Բեատրիսի կողքին, քննարկելով պայմանագրեր շահույթի մարժաներ, մինչդեռ Մարիամը պայքարում էր կյանքի համար։ Ջուլիան վերցրեց հեռախոսը առանց երկու անգամ մտածելու, հաղորդագրություն մուտքագրեց Էդուարդին, քո կինը շտապ վիրահատության մեջ է։ Երեխաները վտանգի տակ են։ Եթե մի փոքրիկ պատկառանք ունես, հենց հիմա այստեղ կլինես։ Նա սեղմեց ուղարկել, մինչ կզղջար։ Նա գիտեր, որ համարձակ էր, գուցե նույնիսկ անհարգալից։ Էդուարդը չէր սիրում, որ իրեն դիմակայում էին, հատկապես մեկը, ում նա համարում էր սոցիալական կարգավիճակով ցածր։ Բայց Ջուլիային դա չէր հետաքրքրում։ Այլս ոչ։ Ոչ այն դեպքում, երբ քրոջ կյանքը մազից էր կախված։ Րոպեները ձգվում էին ժամերի պես։ Ջուլիան այս ու այն կողմ էր քայլում միջանցքում, անկարող անշարժ մնալու։ Որոշ բուժքույրեր անցնում էին կարեկից հայացքներ նետում նրան, բայց ոչ ոք չէր կանգնում նրա հետ խոսելու։ Բոլորը չափազանց զբաղված էին, ներգրավված իրենց սեփական արտակարգ իրավիճակներում, իրենց սեփական ողբերգություններում։ Ջուլիան մտածեց երեխաների մասին։ Երկու տղա։ Մարիամն արդեն ընտրել էր անունները՝ Գաբրիել, Միքայել։ Երկու հրեշտակ, նա սովորաբար ասում էր, շոյելով որովայնը, որոնք սիրով ուրախությամբ կլցնեն մեր կյանքը։ Բայց հիմա այդ հրեշտակները պայքարում էին աշխարհ գալու համար, իսկ նրանց մայրը պայքարում էր այն չլքելու համար։ Արդյոք Գաբրիելն ու Միքայելը կճանաչեին իրենց մորը։ Արդյոք նրանք կմեծանային, լսելով պատմություններ այն մասին, թե ինչպես էր նա բարի ու սիրող, թե կմեծանային որպես հուզական որբեր մեծացած հեռու հոր խորտ մոր կողմից, ով քանդել էր նրանց տունը, նույնիսկ մինչ նրանք կծնվեին։ Ջուլիան գլուխը թափահարեց, փորձելով հեռացնել այդ մռայլ մտքերը։ Ոչ։ Մարիամը կապրեր։ Պետք է ապրեր։ Երեխաները նրա կարիքն ունեին։ Ջուլիան նրա կարիքն ուներ։ Աշխարհը Մարիամի նման մարդկանց կարիքն ուներ, մարդկանց, ովքեր դեռ հավատում էին իսկական սիրուն, նույնիսկ սիրտը կոտրվելուց հետո։ Հենց այդ պահին Ջուլիան տեսավ մի տղամարդու կերպար, որը մոտենում էր միջանցքով։ Մի պահ նրա սիրտը թռավ, մտածելով, որ դա Էդուարդն էր։ Բայց երբ նա մոտեցավ, նկատեց, որ դա ուրիշ մեկն էր։ Ավելի տարեց տղամարդ, սպիտակ խալաթով լուրջ արտահայտությամբ։ Նյարդաբանը, ինչպես հետո կիմանար։ Դոկտոր Հենրիկ Մանուկյան։ Նա կանգնեց նրա առջ հարցրեց. Դուք Մարիամ Սարգսյան հիվանդի հարազատ եք։ Ջուլիան գլխով արեց, անկարող խոսելու։ Վախը խեղդել էր նրա կոկորդը, անտեսանելի ձեռքի պես։ Ես նրա քույրն եմ։ Ինչպես է նա։ Իսկ երեխաները։ Բժիշկը մի պահ վարանեց, այդ կարճ լռության մեջ Ջուլիան զգաց, թե ինչպես է աշխարհը փլուզվում իր շուրջը։ Վիրահատությունն ավարտվեց, սկսեց նա, զգուշորեն չեզոք ձայնով։ Երեխաները ծնվեցին կենդանի։ Նրանք նորածնային վերակենդանացման բաժանմունքում են, բայց կենսական նշանները կայուն են։ Սակայն ձեր քույրը վիրահատության ընթացքում ծանր արյունահոսություն է ունեցել։ Շատ արյուն է կորցրել։ Մենք ստիպված ենք եղել նրան կոմայի մեջ գցել, որպեսզի մարմինը վերականգնվելու ժամանակ ունենա։ Ջուլիան զգաց, թե ինչպես են իր ոտքերը թուլանում։ Կոմա։ Նա լավ կլինի։ Նա կարթնանա։ Բժիշկը ձեռքը դրեց նրա ուսին։
Շատ վաղ է կանխատեսումներ անելու համար։ Հաջորդ ժամերը կրիտիկական են։ Մենք ամեն ինչ կանենք մեր հնարավորությունների սահմաններում, բայց պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ։ Իրավիճակը ծանր է։ Ծանր։ Այդ բառը Ջուլիայի մտքում արձագանքեց հուղարկավորության զանգի պես։ Ծանր։ Կրիտիկական։ Անորոշ։ Նրա ամուսնուն տեղեկացրել են, հարցրեց բժիշկը։ Այո, պատասխանեց Ջուլիան, իր ձայնում ակնհայտ դառնությամբ։ Մի քանի անգամ։ Բայց նա չափազանց զբաղված էր գալու համար։ Բժիշկը հոնքերը կիտեց, բայց չմեկնաբանեց։ Հենց նա հասնի, պետք է խոսեմ նրա հետ որոշ կարևոր որոշումների մասին, որոնք կարող են պահանջվել։ Առայժմ ես նրան կպահեմ մշտական հսկողության տակ։ Կարող եք այցելել նրան վերակենդանացման բաժանմունքում, բայց միայն մի քանի րոպեով։ Ջուլիան գլխով արեց հետեց բժշկին միջանցքների լաբիրինթոսով, մինչ հասան վերակենդանացման բաժանմունք։ Այնտեղ, ապակե պատի հետում, Մարիամն էր։ Կամ այն, ինչ մնացել էր նրանից։ Մարմինը, որը Ջուլիան այդքան լավ էր ճանաչում, հիմա փոքրիկ ու փխրուն էր թվում հիվանդանոցի մահճակալին, միացված անթիվ խողովակներին ու սարքերին։ Ավելի վաղ վարդագույն դեմքը գունատ էր, թղթի պես, շուրթերն անգույն, աչքերը փակ, կարծես նա պարզապես խորը քնած լիներ։ Ջուլիան դանդաղ մոտեցավ, վախենալով, որ ցանկացած կտրուկ շարժում կարող է կոտրել արդեն այնքան փխրուն այդ պատկերը։ Նա բռնեց Մարիամի սառը ձեռքը իր ձեռքերի մեջ զգաց, թե ինչպես են արցունքները վերջապես անզուսպ հոսում։ Ես այստեղ եմ, Մարիամ, շշնջաց նա։ Քո տղաները լավ են։ Գաբրիելն ու Միքայելը կենդանի են, սպասում են քեզ։ Դու պետք է վերադառնաս նրանց մոտ, լսո՞մ ես։ Դու պետք է արթնանաս, ճանաչես քո երեխաներին։ Նրանց պետք է իրենց մայրը։ Բայց Մարիամը չպատասխանեց։ Չշարժվեց։ Նա պարզապես մնաց այնտեղ, կյանքի դատարկության մեջ կախված, մինչդեռ մեքենաները շնչում էին նրա համար, իսկ մոնիտորները երգում էին իրենց միապաղաղ ու սարսափելի մեղեդին։ Ջուլիան այնտեղ մնաց երկար րոպեներ, բռնած քրոջ ձեռքը, շնջալով քաջալերող խոսքեր, խոստումներ տալով, որոնք չգիտեր, թե արդյոք կկարողանար կատարել։ Նա խոստացավ, որ կհոգա երեխաների մասին։ Խոստացավ, որ թույլ չի տա, որ Էդուարդը կրկին վիրավորի նրան։ Խոստացավ, որ այնտեղ կլինի, երբ նա արթնանա։ Եթե նա արթնանար։ Երբ վերջապես դուրս եկավ վերակենդանացման բաժանմունքից, Ջուլիան իրեն լիովին հյուծված զգաց։ Կարծես նրա բոլոր մկանները կապար դարձած լինեին, կարծես ամեն քայլ գերմարտկային ջանք պահանջեր։ Նա վերադարձավ սպասասրահ, թույլ տվեց իրեն ընկնել անհարմար պլաստիկ աթոռներից մեկի վրա։ Հենց այդ ժամանակ նա նկատեց, որ հեռախոսում հաղորդագրություն կար։ Էդուարդից։ Վերջապես։ Բայց հաղորդագրության բովանդակությունը նրա արյունը սառեցրեց երակներում։ Հիվանդանոց կհասնեմ միջոցառումն ավարտելուն պես։ Հնարավոր չէ հիմա հեռանալ։ Տեղյակ պահեք ցանկացած փոփոխության մասին։ Միջոցառում։ Նա միջոցառման էր։ Մինչ Մարիամը պայքարում էր կյանքի համար, մինչ իր նորածին երեխաները նորածնային վերակենդանացման բաժանմունքում էին, Էդուարդը ինչ-որ կորպորատիվ միջոցառման էր, հավանաբար շրջապատված գործադիրներով, ներդրողներով, շամպայնով կենաց խմելիս լուսանկարների համար ժպտալիս։ Ջուլիան այնքան ուժեղ կատաղություն զգաց, որ մի պահ մտածեց, թե կարող է պայթել։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա մուտքագրեց պատասխանը։ Քո երեխաները ծնվել են։ Քո կինը կոմայի մեջ է։ Եվ դու միջոցառման ես։ Ինչպիսի մարդ ես դու։ Բայց մինչ նա կկարողանար ուղարկել, մի բուժքույր մոտեցավ։ Կներեք անհանգստացնելու համար, բայց կարող եք ինձ հետ գալ։ Երեխաները ուտել են ուզում, մեզ թույլտվություն է պետք, կաթնախառնուրդ տալու կամ մայրական կաթին սպասելու համար։ Ջուլիան անմիջապես վեր կացավ, հեռախոսը գրպանը դնելով։ Հաղորդագրությունը կարող էր սպասել։ Զարմիկները չէին կարող։ Նա հետեց բուժքրոջը մինչ նորածնային վերակենդանացման բաժանմունք, որտեղ մյուս ապակե պատի միջով կարողացավ տեսնել երկու փոքրիկ ինկուբատոր։ Նրանց մեջ, այնքան փոքր, որ ճենապակյա տիկնիկներ էին թվում, Գաբրիելն ու Միքայելն էին։ Նրանց մանրիկ մարմիններին միացված էին խողովակներ, սպիտակ գլխարկներ էին պաշտպանում նրանց նուրբ գլուխները։ Բայց նրանք կենդանի էին։ Շնչում էին։ Գոյություն ունեին։
Ջուլիան զգաց, թե ինչպես են արցունքները կրկին գալիս, բայց այս անգամ դրանք այլ արցունքներ էին։ Դեռ ցավ կար, դեռ վախ կար, բայց նա ուրիշ բան կար։ Հույս, սեր, նպատակ։ Այս երեխաներին նա պետք էր։ Մարիամին նա պետք էր։ Եվ Ջուլիան այնտեղ կլիներ նրանց բոլորի համար, անկախ նրանից, թե ինչ կպատահեր։ Անկախ նրանից, թե Էդուարդը կորոշեր հայտնվել, թե ոչ։ Անկախ նրանից, թե քանի կորպորատիվ միջոցառում ավելի կարևոր կլիներ նրա համար, քան իր սեփական ընտանիքը։ Նայելով այդ երկու մանրիկ էակներին, Ջուլիան լուր խոստում տվեց։ Մի խոստում, որը նա չէր խախտի, անկախ նրանից, թե ինչ կլիներ առաջ։ Ես կպաշտպանեմ ձեզ, շշնջաց նա։ Ես կպաշտպանեմ ձեր մորը։ Եվ կապահովեմ, որ նրանք վճարեն այն ամենի համար, ինչ արել են այս ընտանիքի հետ։ Եվ մինչ անձրը շարունակում էր հոսել դրսում, լվանալով Երանի փողոցները, կարծես քաղաքի բոլոր մեղքերը մաքրելու համար, Ջուլիան մնաց այնտեղ, պահակ կանգնած այդ երեք թանկարժեք կյանքերի վրա, որոնք հիմա ավելի շատ էին կախված նրանից, քան երբը։ Քաղաքի մյուս կողմում, Արմենիա Մարիոթ հյուրանոցի շքեղ սրահում, Էդուարդ Սարգսյանը ելույթ էր ունենում սոցիալական պատասխանատվության ընտանեկան արժեքների մասին, մինչդեռ Բեատրիս Հարությունյանը ծափահարում էր նրա կողքին, նրա կատարյալ ժպիտը թաքցնելով գաղտնիքներ, որոնք շուտով դուրս կգային կոչնչացնեին այն ամենը, ինչ նա կառուցել էր։ Բայց առայժմ ոչ ոք չգիտեր։ Առայժմ ողբերգությունը դեռ լուռ էր զարգանում, թաքնված հիվանդանոցի դռների կեղծ ժպիտների հետում։ Առայժմ Էդուարդը դեռ հավատում էր, որ կարող է ունենալ ամեն ինչ։ Ընկերությունը, իշխանությունը, սիրուհին հարմարավետորեն բացակա կինը։ Շուտով նա կբացահայտեր, թե որքան էր սխալվում։ Շուտով նրա կառուցած խաղաքարտերի ամրոցը կփլուզվեր իր շուրջը, իր հետ տանելով այն ամենը, ինչ նա կարևոր էր համարում։ Բայց պատմության այդ հատվածը դեռ առջում էր։ Առայժմ կար միայն սպասումը, հույսը և անձրը, որը չէր դադարում։ Լուսաբացը ամաչկոտորեն եկավ Երանի վրա, երկինքը նարնջագույն երանգներով ներկելով, որոնք հակադրվում էին վերջին իրադարձությունների խավարին։ Ջուլիան չէր քնել։ Նա ամբողջ գիշեր շրջում էր Մարիամի վերակենդանացման բաժանմունքի նորածնային վերակենդանացման բաժանմունքի միջ, բաժանված կոմայի մեջ գտնվող քրոջ նորածին զարմիկների միջ, ովքեր այնքան փխրուն էին թվում իրենց ինկուբատորներում։ Միայն երբ արի առաջին ճառագայթները դիպան հիվանդանոցի պատուհաններին, Էդուարդը վերջապես հայտնվեց։ Ջուլիան նրան տեսավ նույնիսկ մինչ նա կտեսներ իրեն։ Նա նստած էր սպասասրահում, սառը սուրճի բաժակը ձեռքերում, երբ նկատեց բարձրահասակ ու նրբագեղ կերպարը, որն անցնում էր միջանցքով։ Էդուարդ Սարգսյանը կրում էր անթերի կարված մուգ կապույտ կոստյում, իտալական կաշվե կոշիկները փայլում էին լյումինեսցենտ լույսերի տակ։ Մուգ մազերը կատարելապես սանրված էին, դեմքը ճշգրիտ սափրված։ Թվում էր, թե նա ուղղակիորեն դուրս էր եկել խորհրդի հանդիպումից, այլ ոչ թե անքուն գիշերից, մտահոգված իր կնոջ երեխաների համար։ Ջուլիան զգաց, թե ինչպես է կատաղությունը եռում իր երակներում։ Նա կտրուկ վեր կացավ, բաժակը գրեթե ձեռքից գցելով։ Դու, ասաց նա, ձայնը մեղադրանքով լի։ Վերջապես որոշեցիր հայտնվել։ Էդուարդը նրան նայեց այն արտահայտությամբ, որը նա լավ էր ճանաչում։ Այդ արամարանքի անհամբերության խառնուրդը, որը նա պահում էր այն մարդկանց համար, ում համարում էր ցածր։ Ջուլիա, մի սկսիր։ Դժվար գիշեր էր բոլորիս համար։ Դժվար քեզ համար։ Ջուլիայի ձայնը մի օկտավա բարձրացավ։ Քո կինը գրեթե կորցրեց իր կյանքը։ Քո երեխաները ծնվեցին վաղաժամ։ Եվ դու միջոցառման էիր, Էդուարդ։ Միջոցառման։ Մինչ Մարիամը արյունահոսում էր վիրահատական սեղանին, դու շամպայնով կենաց էիր խմում։ Էդուարդը շուրջը նայեց, ակնհայտորեն անհարմար զգալով նրա առաջացրած տեսարանից։ Ձայնդ իջեցրու։ Մենք հիվանդանոցում ենք։ Եվ դու ոչինչ չես հասկանում իմ կյանքի կամ իմ պատասխանատվությունների մասին։ Այդ միջոցառումը կրիտիկական էր միլիոնավոր դրամների պայմանագրի կնքման համար։ Միլիոնավոր, Ջուլիա։ Գումար, որը պահում է քո քրոջը, որը վճարում է այս մասնավոր հիվանդանոցը, որը երաշխավորում է, որ իմ երեխաները հնարավոր լավագույն բուժումը կստանան։ Գումար, թքեց Ջուլիան։ Միշտ գումարի մասին է քեզ հետ, չէ՞։ Մարիամին գումար պետք չէ, Էդուարդ։ Նրան պետք է ամուսին, ով կսիրի իրեն, ով նրա կողքին կլինի դժվար պահերին։ Բայց դու չգիտես դա անել, չէ՞։
որովհետ դու այլս չես սիրում նրան։ Գուցե երբեք էլ չես սիրել։ Էդուարդի դեմքը լիովին փակվեց։ Զգույշ եղիր, թե ինչ ես ասում, Ջուլիա։ Դու հուզականորեն անկայուն ես պարզ չես մտածում։ Ես պարզ չեմ մտածում։ Ջուլիան մի քայլ արեց նրա կողմը, բռունցքները սեղմած։ Ես ամբողջ գիշեր այստեղ եմ անցկացրել, Էդուարդ։ Ես բռնել եմ քրոջս ձեռքը, մինչ նրան տանում էին վիրահատության։ Ես տեսել եմ, թե ինչպես են իմ զարմիկները ծնվել, առանց գիտակից մոր, որպեսզի ընդունի նրանց։ Ես այս ամենը մենակ եմ արել, մինչ դու քո սիրուհու հետ էիր։ Վերջին բառերը դուրս եկան, մինչ Ջուլիան կկարողանար զսպել իրեն։ Հաջորդած լռությունն այնքան ուժեղ էր, որ նա կարող էր լսել իր սրտի կատաղի բաբախյունը կրծքի մեջ։ Էդուարդը լիովին անշարժացավ։ Ինչ-որ բան անցավ նրա դեմքով, մի բան, որը Ջուլիան լիովին չկարողացավ նույնականացնել։ Զարմանք, վախ, մեղք, կամ պարզապես կատաղություն բացահայտվելու համար։ Ես չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում, ասաց նա վերջապես, ձայնը վտանգավորորեն ցածր։ Չգիտես։ Ջուլիան հեռախոսը հանեց գրպանից, բացեց այն լուսանկարը, որը նա արել էր շաբաթներ առաջ։ Ուրեմն բացատրիր սա։ Դու Բեատրիսը, քո սիրելի օգնականը, ռեստորանում։ Միմյանց նայելով, կարծես միակն լինեիք աշխարհում։ Մինչ Մարիամը տանն էր, մենակ, հղի քո երեխաներով։ Էդուարդը նայեց լուսանկարին, բայց նրա արտահայտությունը մնաց չեզոք։ Դա աշխատանքային հանդիպում է։ Բեատրիսն իմ գործադիր օգնականն է։ Մենք անընդհատ հանդիպումներ ենք ունենում։ Հանդիպումներ, որտեղ դուք այդպես եք նայում միմյանց։ Հանդիպումներ, որտեղ դուք դիպչում եք միմյանց ձեռքերին։ Դու չեղած բաներ ես տեսնում, ասաց Էդուարդը, բայց նրա ձայնում լարվածություն կար, որը նախկինում չկար։ Եվ նույնիսկ եթե լինեին, թե ինչ է կատարվում իմ ամուսնության մեջ, քեզ չի վերաբերում, Ջուլիա։ Դու պարզապես Մարիամի կրտսեր քույրն ես։ Մի ուսանողուհի, առանց կյանքի փորձի, առանց հասկանալու մեծահասակների հարաբերությունների բարդությունները։ Խոսքերը ապտակի պես էին Ջուլիայի դեմքին։ Նա զգաց, թե ինչպես են արցունքներն այրում իր աչքերը, բայց հրաժարվեց դրանք թողնելուց։ Նա չէր պատրաստվում նրան այդ բավարարությունը տալ։ Որտե՞ղ եք ինձ, հարցրեց Էդուարդը, կտրուկ փոխելով թեման։ Պետք է խոսեմ բժիշկների հետ։ Վերակենդանացման բաժանմունքում։ Կոմայի մեջ։ Արյունահոսության պատճառով, որը գրեթե տարավ նրան։ Եվ մինչ դու կհարցնես, քո երեխաները նորածնային վերակենդանացման բաժանմունքում են։ Կենդանի, բայց վաղաժամ ինտենսիվ խնամքի կարիք ունեն։ Գաբրիել Միքայել։ Սրանք են այն անունները, որոնք Մարիամն ընտրել է նրանց համար։ Եթե դու հետաքրքրված ես։ Էդուարդը չպատասխանեց։ Նա պարզապես անցավ նրա կողքով, շարժվեց դեպի տեղեկատվական կետը։ Ջուլիան դիտում էր նրան, թե ինչպես էր նա խոսում ընդունարանի աշխատակցուհու հետ, տեսավ, թե ինչպես էր նա ընդունում այդ հմայիչ ու միաժամանակ իշխող ձայնը, կարծես սովոր լիներ, որ իր բոլոր ցանկությունները անմիջապես կատարվեին։ Եվ հավանաբար այդպես էլ կար։ Էդուարդ Սարգսյանը մի մարդ էր, ով սովոր էր վերահսկել իր շուրջը եղած ամեն ինչ։ Նա երկաթե ձեռքով էր վերահսկում իր ընկերությունը։ Նա վերահսկում էր իր աշխատակիցներին հմայքի ահաբեկման խառնուրդով։ Եվ տարիներ շարունակ նա վերահսկել էր նա Մարիամին, նրան պահելով ոսկե վանդակում, որտեղ նա ուներ ամեն ինչ, ինչ կարող էր գնել փողը, բացի միակ բանից, որն իսկապես կարևոր էր, իսկական սեր։ Ջուլիան նորից նստեց, հանկարծակի հյուծված զգալով իրեն։ Ադրենալինը, որը նրան արթուն էր պահել ամբողջ գիշեր, սկսում էր ցրվել, իր տեղում թողնելով միայն խորը հոգնածություն, որը դուրս էր ֆիզիկականից։ Դա հուզական հոգնածություն էր, այն տեսակը, որը բնակվում է հոգում ամեն շունչը ջանք է թվում։ Նա մտածեց Մարիամի մասին, այնտեղ, վերակենդանացման բաժանմունքում, անգիտակից անտարբեր իր շուրջը ծավալվող ամբողջ դրամայի նկատմամբ։ Նա մտածեց, թե ինչպես էր քույրը միշտ եղել ուժեղը, պաշտպանը, նա, ով հոգ էր տանում Ջուլիայի մասին, երբ նրանք երեխա էին։ Երբ ծնողները մահացել էին ավտովթարից 10 տարի առաջ, Մարիամը ընդամենը 18 տարեկան էր, բայց ստանձնել էր կրտսեր քրոջը դաստիարակելու պատասխանատվությունը, ապահովելով, որ նա ավարտի ուսումը, որ նա նորմալ կյանք ունենա, չնայած ողբերգությանը։ Հիմա դերերը փոխվել էին։ Հիմա Ջուլիան էր, ով պետք է ուժեղ լիներ։ Պետք էր պաշտպանել Մարիամին, պաշտպանել Գաբրիելին Միքայելին, ապահովել, որ այդ ընտանիքը լիովին չքայքայվի։
Դոկտոր Հենրիկ Մանուկյանը հայտնվեց միջանցքում, գալով վերակենդանացման բաժանմունքի կողմից։ Նա կարծես ինչ-որ մեկին էր փնտրում, մինչ նրա աչքերը գտան Էդուարդին, ով դեռ տեղեկատվական կետում էր։ Բժիշկը մոտեցավ, նրանք սկսեցին ցածր ձայնով զրուցել։ Ջուլիան վեր կացավ, մոտեցավ նրանց, վճռական լսելու, թե ինչ էին ասում։ «Պարոն Սարգսյան», ասում էր բժիշկը, երբ նա մոտեցավ, «պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ ձեր կնոջ վիճակի մասին։ Արյունահոսությունը հանգեցրել է արյան զգալի կորստի, ինչը հանգեցրել է ուղեղի հնարավոր վնասվածքի, թթվածնի պակասի պատճառով։ Մենք կոմա ենք առաջացրել ուղեղին վերականգնվելու ժամանակ տալու համար, բայց հաջորդ հետազոտությունները կրիտիկական կլինեն վնասի չափը որոշելու համար»։ «Հնարավոր ուղեղի վնասվածք», կրկնեց Էդուարդը, ձայնը զգուշորեն չեզոք։ «Ինչ է դա նշանակում կոնկրետ»։ «Դա նշանակում է, որ եթե նա արթնանա, կարող են լինել հետանքներ։ Հիշողության խնդիրներ, շարժողական դժվարություններ, անձի փոփոխություններ։ Կամ, վատագույն դեպքում, նա կարող է չարթնանալ»։ Ջուլիան զգաց, թե ինչպես է գետինը բացվում իր ոտքերի տակ։ Չարթնանալ։ Խոսքերը նրա մտքում արձագանքեցին մղձավանջի պես։ «Ոչ», շշնջաց նա։ «Չի կարող լինել։ Նա կարթնանա։ Պետք է արթնանա»։ Բժիշկը կարեկցանքով նայեց նրան։ «Մենք կանենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Միշտ հույս կա։ Բայց պետք է իրատես լինենք հնարավորությունների մասին»։ «Իսկ երեխաները», հարցրեց Էդուարդը։ «Ինչպես են նրանք»։ «Առայժմ կայուն են։ Ծնվել են 38 շաբաթականում, ինչը համարվում է վաղաժամ։ Ունեն լավ քաշ, չեն դրսևորում լուրջ շնչառական խնդիրներ, բայց ստիպված կլինեն մնալ նորածնային վերակենդանացման բաժանմունքում մի քանի օր, գուցե շաբաթներ, դիտարկման համար»։ Էդուարդը գլխով արեց, տեղեկատվությունը մշակելով նույն չեզոք արտահայտությամբ, որը Ջուլիան սկսում էր ատել։ Կարծես նա գործարար հանդիպման լիներ, վերլուծելով թվեր վիճակագրություն, այլ ոչ թե խոսելով իր կնոջ երեխաների կյանքի մասին։ «Դոկտոր», ասաց Էդուարդը վերջապես, «պետք է հստակ հասկանամ բոլոր հասանելի տարբերակները։ Եթե կնոջս վիճակը չբարելավվի, ի՞նչ են հաջորդ քայլերը»։ Ջուլիան նայեց նրան, սարսափած։ «Ի՞նչ են հաջորդ քայլերը»։ «Էդուարդ, նա քո կինն է։ Քո երեխաների մայրը։ Ինչպես կարող ես նրա մասին խոսել, կարծես նա լիներ լուծվելիք գործարար խնդիր»։ Էդուարդը լիովին անտեսեց նրան, աչքերը հառած բժշկին։ «Պետք է իմանամ, դոկտոր։ Ես պատասխանատվություններ ունեմ։ 2 նորածին երեխա։ Մի ընկերություն կառավարելու համար։ Ես չեմ կարող որոշումներ կայացնել մթության մեջ»։ Բժիշկը անհարմար թվաց։ «Պարոն Սարգսյան, շատ վաղ է դրա մասին խոսելու համար։ Ձեր կինը հենց նոր անցել է շտապ վիրահատության միջով։ Եկեք ժամանակ տանք նրա մարմնին վերականգնվելու համար, նախքան որևէ այլ միջոց դիտարկելը»։ «Բայց եթե անհրաժեշտ լինի», համառեց Էդուարդը։ «Եթե հետազոտությունները ցույց տան, որ վերականգնման հնարավորություն չկա, արդյոք կա հետելու արձանագրություն։ Փաստաթղթեր, որոնք պետք է ստորագրվեն»։ Ջուլիան զգաց, թե ինչպես է սրտխառնոցը բարձրանում իր կոկորդից։ Նա խոսում էր սարքերն անջատելու մասին։ Մարիամին մահվան թողնելու մասին։ Եվ նա դրա մասին խոսում էր նույն սառնությամբ, որով հավանաբար քննարկում էր պայմանագրերի դադարեցումները։ «Դու հրեշ ես», շշնջաց նա։ «Իսկական հրեշ»։ Էդուարդը վերջապես նայեց նրան, առաջին անգամ Ջուլիան ինչ-որ իրական բան տեսավ նրա աչքերում։ Կատաղություն։ Մաքուր սառը կատաղություն։ «Դու ոչինչ չես հասկանում, Ջուլիա։ Ոչինչ։ Դու երեխա ես, որը մեծահասակ է խաղում։ Իրական աշխարհը չի գործում քո համալսարանական գրքերի պես։ Երբեմն դժվար որոշումներ պետք է կայացվեն»։ «Դժվար որոշումներ»։ Ջուլիայի ձայնը դողաց։ «Դու խոսում ես քո կնոջը մահվան թողնելու մասին։ Այն կնոջը, ով սիրել է քեզ, ով հրաժարվել է ամեն ինչից քեզ համար, ով այնտեղ պայքարում է կյանքի համար, քո երեխաներին ծննդաբերելուց հետո»։ «Բավական է», ասաց Էդուարդը, ձայնը շեղբի պես կտրող։ «Դոկտոր, խնդրում եմ, տարեք ինձ կնոջս մոտ։ Եվ հետո ուզում եմ տեսնել իմ երեխաներին»։ Բժիշկը գլխով արեց, ակնհայտորեն թեթացած այդ անհարմար իրավիճակից դուրս գալու համար։ «Հետեք ինձ, խնդրում եմ»։
Նրանք լուր հետեցին միջանցքով, մինչ հասան վերակենդանացման բաժանմունք։ Ապակե պատի միջով Ջուլիան տեսավ Մարիամին հենց այնպես, ինչպես թողել էր նրան ժամեր առաջ։ Գունատ, փխրուն, միացված խողովակների սարքերի ցանցին, որոնք պահում էին նրա մարմինը գործողության մեջ։ Էդուարդը կանգնեց ապակու առջ երկար պահ պարզապես նայում էր։ Ջուլիան փորձեց վերծանել նրա արտահայտությունը, փնտրելով սիրո զղջման, անկեղծ մտահոգության որե նշան։ Բայց այն ամենը, ինչ նա տեսավ, նույն հաշվարկված չեզոքությունն էր։ «Կարող եմ ներս մտնել», հարցրեց նա բժշկին։ «Միայն մի քանի րոպեով։ Եվ առանց դիպչելու նրան։ Ցանկացած շփում կարող է վարակի վտանգ ներկայացնել»։ Էդուարդը մտավ սենյակ, մոտեցավ մահճակալին։ Ջուլիան դրսում մնաց, դիտելով ապակու միջով։ Նա տեսավ, թե ինչպես էր նա նայում Մարիամի դեմքին, տեսավ, թե ինչպես էին նրա աչքերը սահում խողովակների մոնիտորների վրայով։ Բայց նա արցունք չտեսավ։ Ոչ մի քնքուշ ժեստ։ Ոչ մի շշնջված սիրո կամ քաջալերանքի խոսք։ Նա այնտեղ մնաց ուղիղ 3 րոպե։ Ջուլիան մտքում հաշվեց ամեն վայրկյան։ Եվ հետո նա դուրս եկավ, դեմքն անտարբեր, կարծես հենց նոր այցելած լիներ որե հիվանդի, այլ ոչ թե այն կնոջը, ում հետ կիսել էր 6 տարվա կյանք։ «Հիմա իմ երեխաները», ասաց նա։ Նրանք գնացին նորածնային վերակենդանացման բաժանմունք։ Գաբրիելն ու Միքայելը քնած էին իրենց ինկուբատորներում, անտարբեր իրենց շուրջը ծավալվող դրամայի նկատմամբ։ Նրանք այնքան փոքր էին, այնքան կատարյալ, այնքան խոցելի։ Ջուլիան զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում, նայելով նրանց։ Այս երեխաները չէին խնդրել ծնվել այս ողբերգության մեջ։ Նրանք մեղավոր չէին ծնողների սխալների համար։ Նրանք սեր, խնամք, գործող ընտանիք էին արժանի։ Էդուարդը լուր դիտում էր երեխաներին։ Ջուլիան փորձեց ինչ-որ բան տեսնել, ցանկացած բան, որը կցույց տար, որ նա որե կապ էր զգում այդ փոքրիկ արարածների հետ։ Բայց կրկին նա տեսավ միայն այդ չեզոք հեռավոր արտահայտությունը։ «Գեղեցիկ են», ասաց նա վերջապես։ «Ինձ են նման»։ Ջուլիան ուզում էր բղավել։ Ուզում էր ցնցել նրան, հարցնել, թե արդյոք դա էր այն ամենը, ինչ նա պետք է ասեր։ Թե արդյոք նա բացարձակապես ոչինչ չէր զգում, առաջին անգամ տեսնելով այն երեխաներին, ում օգնել էր ստեղծել։ Բայց նա լուռ մնաց, վախենալով, որ եթե սկսեր խոսել, այլևս չէր կարողանա դադարել։ Էդուարդը շրջվեց դեպի բժիշկը։ «Դոկտոր, պետք է վերադառնամ աշխատանքի։ Այսօր կարևոր հանդիպումներ ունեմ։ Բայց խնդրում եմ, տեղյակ պահեք ինձ կնոջս վիճակի ցանկացած փոփոխության մասին։ Իմ անձնական համարը կթողնեմ բուժքույրերի մոտ»։ Ջուլիան այլևս չկարողացավ զսպել իրեն։ «Դու գնում ես։ Հիմա։ Քո երեխաները հենց նոր են ծնվել, Էդուարդ։ Քո կինը պայքարում է կյանքի համար։ Եվ ինչ ես ուզում, որ ես անեմ», հակադարձեց նա։ «Այստեղ նստած նայեմ նրան։ Դա կօգնի նրան ինչ-որ կերպ։ Ես կանեմ այն, ինչ կարող եմ անել, Ջուլիա։ Ես կաշխատեմ, գումար կվաստակեմ բոլոր առաջիկա հաշիվները վճարելու համար։ Ինչ-որ մեկը պետք է գործնական լինի այս իրավիճակում»։ «Գործնական», կրկնեց Ջուլիան, անհավատալիորեն։ «Դու սա գործնական ես անվանում։ Ես անմարդկային եմ անվանում»։ «Անվանիր ինչ ուզում ես», ասաց Էդուարդը, արդեն հեռանալով։ «Ես բժիշկների հետ կլինեմ։ Ցանկացած արտակարգ իրավիճակ, զանգահարեք ինձ»։ «Եվ Ջուլիա», ավելացրեց նա, վերջին անգամ շրջվելով, «քո կարծիքները պահիր քեզ մոտ։ Ես չեմ ուզում, որ իմ մասին սուտ լուրեր տարածես որե մեկին։ Հասկանալի՞։ Նա չսպասեց պատասխանի։ Նա պարզապես թիկունքը շրջեց ու գնաց, նրա քայլերն արձագանքելով միջանցքում, մինչ լիովին անհետացան։ Ջուլիան այնտեղ կանգնած մնաց, իրեն լիովին անզոր զգալով։ Բժիշկը ձեռքը դրեց նրա ուսին։ «Նա շոկի մեջ է», քնքշորեն ասաց նա։ Երբեմն մարդիկ տարօրինակ կերպ են արձագանքում ճգնաժամային պահերին։ Բայց Ջուլիան գիտեր, որ դա այդպես չէր։ Էդուարդը շոկի մեջ չէր։ Նա պարզապես անտարբեր էր։ Կամ ավելի վատ, թեթացած էր։ Թեթացած էր, որ պատրվակ ուներ հեռանալու, առաջ շարժվելու իր կյանքով, առանց մի ամուսնության բեռի, որը վաղուց բեռ էր դարձել նրա համար։ Նա վերադարձավ սպասասրահ, թույլ տվեց իրեն ընկնել աթոռներից մեկի վրա։
Վերցրեց հեռախոսը, տեսավ, որ համալսարանական ընկերուհիներից մի քանի հաղորդագրություն ուներ, հարցնելով, թե արդյոք ամեն ինչ կարգին է, արդյոք ինչ-որ բանի կարիք ունի։ Բայց կար մի հաղորդագրություն, որը գրավեց նրա ուշադրությունը։ Այն անհայտ համարից էր։ Նա բացեց հաղորդագրությունը, զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Դա լուսանկար էր։ Էդուարդի Բեատրիսի լուսանկար։ Բայց այս անգամ դա ռեստորանում չէր։ Դա հյուրանոցի սենյակում էր։ Նրանք գրկախառնված էին, դեմքերը մոտ, ինտիմ ժպիտներ շուրթերին։ Մակագրությունը պարզապես ասում էր. Կարծում էիր, որ սա միակ լուսանկարն էր։ Ես շատ ավելին ունեմ։ Եվ նա չի արժանի անպատիժ մնալու։ Ջուլիան նայեց համարին, փորձելով պարզել, թե ով կարող էր ուղարկել դա։ Բայց նա չճանաչեց։ Նա արագ մուտքագրեց։ Ո՞վ ես դու։ Պատասխանը եկավ գրեթե անմիջապես։ Մեկը, ով նույնպես վիրավորվել է նրանից։ Մեկը, ով արդարություն է ուզում։ Շուտով կխոսենք։ Եվ հետո, ոչինչ ավելին։ Համարը լռեց, Ջուլիային թողնելով ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Նա կրկին նայեց լուսանկարին, զգալով կատաղության, զզվանքի ուժի տարօրինակ զգացողության խառնուրդ։ Որովհետև հիմա նա ապացույց ուներ։ Իրական, անվիճելի ապացույց Էդուարդի դավաճանության մասին։ Եվ ինչ-որ բան նրան ասում էր, որ դա կարևոր կլինի։ Շատ կարևոր։ Նա պահպանեց լուսանկարը, դրեց հեռախոսը։ Հետո վեր կացավ, վերադարձավ Մարիամի վերակենդանացման բաժանմունք։ Նա ուզում էր մոտ լինել քրոջը, նույնիսկ եթե նա չկարողանար լսել իրեն։ Նա ուզում էր, որ Մարիամն ինչ-որ կերպ իմանար, որ նա մենակ չէր։ Որ ինչ-որ մեկը պայքարում էր նրա համար։ Մեկը, ով երբեք չէր լքի նրան։ Ջուլիան հաջորդ ժամերն անցկացրեց այնտեղ, նստած Մարիամի մահճակալի կողքին մի աթոռին, բռնած նրա սառը ձեռքը մեղմորեն խոսելով։ Նա պատմում էր նրանց մանկության պատմությունները, հիշեցնում երջանիկ պահերը, այն երազանքները, որոնք նրանք սովոր էին կիսել։ Եվ խոստումներ էր տալիս։ Խոստումներ, որ կհոգա Գաբրիելին Միքայելին։ Խոստումներ, որ Էդուարդը կվճարի այն ամենի համար, ինչ արել էր։ Խոստումներ, որ ճշմարտությունը կբացահայտվի, ինչ գնով էլ լինի։ Եվ մինչ խոսում էր, Ջուլիան երդվեց, որ Մարիամի ձեռքի թեթ դող տեսավ։ Այնքան նուրբ, որ կարող էր լինել պարզապես նրա երակայությունը։ Բայց նա ընտրեց հավատալ, որ դա իրական էր։ Որ ինչ-որ տեղ, խորքում, Մարիամը դեռ պայքարում էր։ Դեռ ներկա էր։ Դեռ հույս ուներ։ Դրսում Երան քաղաքը արթնանում էր հերթական սովորական օրվա համար։ Մարդիկ գնում էին աշխատանքի, սուրճ էին խմում հացի փռերում, բողոքում էին խցանումներից։ Նրանք չգիտեին այդ հիվանդանոցում ծավալվող լուռ ողբերգության մասին։ Նրանք չգիտեին Մարիամի մասին, ով պայքարում էր կյանքի դատարկության մեջ։ Նրանք չգիտեին Գաբրիելի Միքայելի մասին, երկու երեխա, ովքեր աշխարհ էին եկել առանց իրենց մոր հպումը ճանաչելու։ Եվ նրանք չգիտեին, որ այդ նույն քաղաքի ինչ-որ տեղում Էդուարդ Սարգսյանն արդեն վերադարձել էր իր գրասենյակ, սուզված աղյուսակների պայմանագրերի մեջ, կարծես ոչ մի արտառոց բան չէր պատահել։ Կարծես նրա կյանքը լիովին չէր փոխվել վերջին 24 ժամվա ընթացքում։ Բայց այն փոխվել էր։ Նրանց բոլորի համար։ Եվ ոչինչ այլս երբեք նախկինի պես չէր լինի։ Փոթորիկը նոր էր սկսվում։ 3 օր էր անցել Գաբրիել Միքայել երեխաների ծնվելուց ի վեր։ 3 օր, որոնք հավերժություն էին թվում Ջուլիայի համար, ով գործնականում տեղափոխվել էր հիվանդանոց։ Նա քնում էր սպասասրահի անհարմար աթոռներին, սառը սենդվիչներ էր ուտում ճաշարանից, յուրաքանչյուր ազատ րոպե անցկացնում էր Մարիամի վերակենդանացման բաժանմունքի նորածնային վերակենդանացման բաժանմունքի մեջ։ Երեխաները լավանում էին։ Գաբրիելը երկրորդ օրը դուրս էր եկել թթվածնից, իսկ Միքայելը լավ ընթացքով շարժվում էր դեպի նույնը։ Նրանք փոքրիկ մարտիկներ էին, ասում էին բուժքույրերը։ Ուժեղ, մոր պես։ Բայց մայրը շարունակում էր ընկղմված լինել խորը սարսափելի լռության մեջ։ Ջուլիան խոսում էր նորածնային վերակենդանացման բաժանմունքի բուժքույրերից մեկի հետ, քննարկելով շշով կերակրումը սկսելու հնարավորությունը, երբ իր հետից ծանոթ ձայն լսեց։ Ջուլիա։ Նա շրջվեց, գրեթե չճանաչեց իր արջի կնոջը։ Դա Բեատրիս Հարությունյանն էր։ Բայց ոչ այն անթերի հղկված Բեատրիսը, որին Ջուլիան սովոր էր տեսնել լուսանկարներում, կորպորատիվ միջոցառումներում։
Այս Բեատրիսը խորը մուգ շրջանակներ ուներ աչքերի տակ, մազերը կապված էին ինչպես պատահի, դեմքին հուսահատության արտահայտություն կար, որը լիովին հակադրվում էր նրա սովորական հանգստությանը։ «Ինչ ես ուզում այստեղ», հարցրեց Ջուլիան, զգալով ծանոթ կատաղությունը, որը բարձրանում էր իր կրծքի մեջ։ Բեատրիսը նյարդայնորեն շուրջը նայեց։ «Կարող ենք խոսել»։ «Առանձին։ Ես քեզ հետ խոսելու ոչինչ չունեմ»։ «Խնդրում եմ», Բեատրիսը գրեթե աղաչեց։ «Կարոր է։ Դա Էդուարդի մասին է։ Եվ Մարիամի մասին։ Դու պետք է լսես ինձ»։ Ջուլիան վարանեց։ Նրա էության յուրաքանչյուր թել բղավում էր այդ կնոջը հեռացնելու, նրան իր ժամանակից ոչ մի րոպե չտալու համար։ Բայց Բեատրիսի արտահայտության մեջ ինչ-որ բան կար, նրա հուսահատության մեջ ինչ-որ անկեղծ բան, որը ստիպեց Ջուլիային վերանայել։ 5 րոպե, ասաց նա վերջապես։ Միջանցքի վերջում մի դատարկ հանդիպումների սենյակ կա։ Նրանք լուռ քայլեցին մինչ սենյակ։ Ջուլիան փակեց դուռը, ձեռքերը կրծքին ծալեց, հեռավորություն պահելով։ «Խոսիր»։ Բեատրիսը խորը շունչ քաշեց, կարծես քաջություն էր հավաքում։ «Ես գիտեմ, թե ինչ ես մտածում իմ մասին։ Եվ դու ճիշտ ես այդպես մտածելիս։ Ես Էդուարդը մենք», սկսեց նա, բայց կարծես անկարող էր ավարտել նախադասությունը։ «Դուք սիրավեպ ունեք», սառնորեն լրացրեց Ջուլիան։ «Ես գիտեմ։ Բոլորը գիտեն։ Կամ գոնե կասկածում են»։ «Սխալ է», ասաց Բեատրիսը, ձայնը կոտրվելով։ «Ամեն ինչ սխալ է։ Եվ ինձ պետք էր, որ ինչ-որ մեկը իմանար ճշմարտությունը, մինչ ուշ կլիներ»։ «Ուշ կլիներ ինչի» համար։ Բեատրիսը նստեց աթոռներից մեկի վրա, ուսերը կորացած, կարծես անհնարին ծանրություն էր կրում։ «Դու անանուն լուսանկարներ ստացել ես, չէ՞։ Իմ Էդուարդի լուսանկարներ»։ Ջուլիան սառեց։ «Ինչպես ես դա գիտեմ»։ «Որովհետև ես եմ ուղարկել», պատասխանեց Բեատրիսը, ուղիղ նայելով նրան։ «Ես եմ ուղարկել լուսանկարները։ Եվ շատ ավելին ունեմ։ Ձայնագրություններ, հաղորդագրություններ, ուղղորությունների գրառումներ։ Ամեն ինչ»։ Ջուլիան դանդաղ նստեց, փորձելով մարսել այդ տեղեկատվությունը։ «Ինչու»։ «Ինչու»։ Դու դա կանեիր»։ Բեատրիսը մաքրեց իր դեմքով հոսող արցունքը։ «Որովհետև ես հիմար էի։ Որովհետև հավատացի նրա ստերին։ Որովհետև կարծում էի, որ նա իսկապես հոգ էր տանում իմ մասին»։ Նա դառնորեն ծիծաղեց։ «Նա ինձ ասաց, որ ամուսնությունը տարիներ առաջ ավարտված էր։ Որ Մարիամը սառն էր, հեռավոր։ Որ նրանց միջ այլս սեր չկար։ Որ նա պարզապես սպասում էր ճիշտ պահին ամուսնալուծության հայց ներկայացնելու համար»։ Ջուլիան զգաց, թե ինչպես է իր ստամոքսը շրջվում։ Իհարկե, նա դա ասաց։ Դավաճանի ձեռնարկը, չէ՞։ Միշտ կնոջը մեղադրել։ «Ես հավատացի», շարունակեց Բեատրիսը։ «Աստված ինձ ներողություն տա, բայց ես իսկապես հավատացի։ Ես սկսեցի նրա համար աշխատել 2 տարի առաջ։ Սկզբում դա պարզապես մասնագիտական էր։ Բայց նա այնքան հմայիչ էր, այնքան ուշադիր։ Նա ինձ ստիպում էր ինձ առանձնահատուկ զգալ։ Եվ ես դուրս էի գալիս դժվար հարաբերություններից, խոցելի էի»։ Նա գլուխը թափահարեց։ «Ես չեմ փորձում արդարանալ։ Այն, ինչ արեցի, սխալ էր։ Բայց ես չգիտեի, Ջուլիա։ Ես չգիտեի, որ Մարիամը հղի էր մինչ 3 ամիս առաջ։ Եվ երբ իմացար»։ Բեատրիսը փակեց աչքերը։ «Ես հարցրի նրան, թե ինչ էինք անելու։ Նա ասաց, որ ամեն ինչ բարդ էր, որ մենք պետք է զուսպ լինեինք։ Որ հենց երեխաները ծնվեին, նա կձեռնարկեր անհրաժեշտ միջոցները։ Ես կարծում էի, որ նա ամուսնալուծության մասին էր խոսում։ Բայց ծննդաբերության գիշերը նա բացեց աչքերը, ուղիղ նայեց Ջուլիային։ Ես պարզեցի, որ նա ուրիշ բանի մասին էր խոսում»։ «Ինչի» մասին ես խոսում։ Բեատրիսը հեռախոսը հանեց գրպանից դրեց սեղանին։ Ձայնագրություն էր բացված էկրանին։ «Լսիր ինքդ»։ Դողդոջուն ձեռքերով Ջուլիան վերցրեց սարքը, սեղմեց նվագարկել։ Էդուարդի ձայնը լցրեց սենյակը, ցածր սառը։ Այս հղիությունը սխալ էր հենց սկզբից։ Ես փորձեցի համոզել նրան չունենալ երեխաներին, բայց նա համառ է, Ջորիի պես։
Հիմա ես այս իրավիճակում եմ մնացել։ Բեատրիսի ձայնը պատասխանեց, վարանելով. Բայց Էդուարդ, նրանք քո երեխաներն են։ Դու չես կարող պարզապես անտեսել դա։ Եվ նրա պատասխանը Ջուլիայի արյունը սառեցրեց։ Բարդ իրավիճակները հաղթահարելու ուղիներ կան, Բեատրիս։ Ծննդաբերության բարդությունները անընդհատ պատահում են։ Երբեմն բնությունը լուծում է մեր խնդիրները մեզ համար։ Ջուլիան անջատեց ձայնագրությունը, զգալով սրտխառնոցը, որը բարձրանում էր իր կոկորդից։ Նա ուզում էր, նա դժվարությամբ էր ձավորում բառերը։ Նա ուզում էր, որ նա մահանա ծննդաբերության ժամանակ։ Բեատրիսը գլխով արեց, արցունքներն արդեն ազատորեն հոսում էին նրա դեմքից։ Ես այն ժամանակ չհասկացա։ Կարծում էի, որ նա պարզապես սթրեսի մեջ էր, առանց մտածելու էր խոսում։ Բայց հետո, ծննդաբերության գիշերը, նա ինձ հաղորդագրություն ուղարկեց, ասելով, որ բարդություններ կան, որ ամեն ինչ ինքն իրեն էր լուծվում։ Եվ կար, նա դադարեց, գրեթե ուրախություն նրա խոսքերում։ Կարծես նա թեթացած լիներ։ Ջուլիան կտրուկ վեր կացավ, կատաղությունը փոխարինելով սկզբնական շոկին։ Այս հրեշը։ Այս լիովին բացարձակ հրեշը։ Ավելին կա, չշնջաց Բեատրիսը։ Երեկ նա ինձ զանգահարեց։ Ասաց, որ բժիշկները խոսում են Մարիամի չարթնանալու հնարավորության մասին։ Ասաց, որ գուցե անհրաժեշտ լինի դժվար որոշումներ կայացնել։ Եվ հետո հարցրեց իմ կարծիքը, թե երբ կլիներ տեղին անջատել սարքերը։ Խոսքերը ռումբերի պես ընկան սենյակում։ Ջուլիան զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում իր շուրջը։ Անջատել սարքերը։ Նա իսկապես դա էր պլանավորում։ Բեատրիսը շարունակեց, ձայն ավելի ու ավելի հրատապ։ Նա ասաց, որ փաստաբանների հետ է խորհրդակցում, փաստաթղթեր է պատրաստում։ Որպես ամուսին, նա օրինական իրավունք ունի այդ որոշումը կայացնելու։ Որ պետք է մտածի երեխաների, նրանց ապագայի մասին։ Բայց ես գիտեմ ճշմարտությունը, Ջուլիա։ Դա երեխաների մասին չէ։ Դա նրանից ազատվելու մասին է։ Դա ազատ լինելու մասին է, առաջ շարժվելու առանց բարդությունների։ Ջուլիան նորից նստեց, զգալով, թե ինչպես են իր ոտքերը թուլանում։ Ինչու՞։ Ես ինձ դա պատմում։ Ինչու՞։ Ուղիղ ոստիկանություն չգնացիր։ Որովհետև բավարար ապացույց չունեմ, պատասխանեց Բեատրիսը։ Դրանք պարզապես խոսակցություններ են, ձայնագրություններ։ Լավ փաստաբանը կարող է պնդել, որ դրանք համատեքստից դուրս են հանված, որ ես բաներ եմ հորինում, որովհետև մերժվել եմ։ Բայց դու, նա առաջ թեքվեց։ Դու ընտանիք ես։ Դու կարող ես պայքարել նրա համար։ Կարող ես պահանջել ավելի շատ հետազոտություններ, կասկածի տակ դնել ցանկացած որոշում, որը նա կփորձի կայացնել։ Եվ այս ապացույցներով, որոնք ես քեզ տալիս եմ, կարող ես գործ կառուցել։ Ջուլիան նոր աչքերով նայեց իր արջի կնոջը։ Նա դեռ չէր կարող լիովին ներել նրան, քրոջ ամուսնության քանդմանը մասնակցելու համար։ Բայց հիմա նա տեսնում էր, որ Բեատրիսը նույնպես, ինչ-որ առումով, զոհ էր։ Մանիպուլյացիայի ենթարկված, օգտագործված, դեն նետված, հենց որ անհարմար դարձավ։ Ինչու՞։ Ես դա անում, հարցրեց Ջուլիան։ Ինչու՞։ Հիմա դավաճանել նրան։ Բեատրիսը մաքրեց արցունքները։ Որովհետև ես մի անգամ տեսա Մարիամին։ Դա մի քանի ամիս առաջ էր, ընկերության միջոցառման ժամանակ։ Նա հղի էր, գեղեցիկ, բոլորին ժպտում էր։ Բայց երբ կարծում էր, որ ոչ ոք չի նայում, նրա աչքերում տխրությունը անսխալական էր։ Եվ այնուամենայնիվ, նա բարի էր ինձ հետ։ Ինձ ողջունեց, հարցրեց, թե ինչպես էի հարմարվում աշխատանքին։ Նա գաղափար անգամ չուներ, որ ես քանդում էի նրա ամուսնությունը։ Եվ դա ինձ հետապնդում է ամեն օր այդ ժամանակվանից ի վեր։ Ջուլիան ոչինչ չասաց, թույլ տալով Բեատրիսին շարունակել։ Երբ իմացա, որ նա կոմայի մեջ է, որ կարող է չարթնանալ, իմ ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Ես հասկացա, որ արյուն ունեմ ձեռքերիս վրա։ Որ իմ հավակնությունը, իմ հիմարությունը նպաստել էին դրան։ Ես չեմ կարող չեղարկել այն, ինչ արել եմ։ Բայց կարող եմ կանխել, որ Էդուարդը ավելի վատ բան անի։ Կարող եմ Մարիամին պայքարելու հնարավորություն տալ։ Ջուլիան վերցրեց Բեատրիսի հեռախոսը։ Կարող եմ սա պահել։ Բոլոր ձայնագրություններով, հաղորդագրություններով։ Բեատրիսը գլխով արեց։
Ես արդեն ամեն ինչի կրկնօրինակը արել եմ։ Եվ ավելին կա։ Ես մի քանի շաբաթ առաջ մասնավոր դետեկտիվ վարձեցի։ Երբ սկսեցի կասկածել Էդուարդի իրական մտադրություններին, նա տեղեկություններ հավաքեց նրա ֆինանսների մասին, այլ կանանց մասին, ովքեր նույնպես ներգրավված էին դեն նետված գործարարության մեջ կասկածելի գործելակերպի մասին։ Ամեն ինչ յոսբ կրիչի վրա է, որը ես կտամ քեզ։ Ինչու՞։ Դետեկտիվ վարձել։ Որովհետև հասկացա, որ գուցե ես միակը չէի։ Որ գուցե դա նրա վարքի օրինաչափությունն էր։ Եվ ես ճիշտ էի։ Ինձանից առաջ եղել են առնվազն 2 աշխատակցուհիներ, ովքեր սիրավեպ են ունեցել նրա հետ։ Մեկին աշխատանքից ազատեցին, երբ նա սկսեց պահանջներ դնել։ Մյուսը ստորագրեց գաղտնիության համաձայնագիր առատաձեռն փոխհատուցման դիմաց։ Ջուլիան զգաց, թե ինչպես է գլուխը պտտվում այս բոլոր տեղեկություններից։ Էդուարդը ոչ միայն անհավատարիմ ամուսին էր։ Նա համակարգված մանիպուլյատոր էր, մի մարդ, ով օգտագործում էր իր իշխանությունն ու դիրքը, ստանալու այն, ինչ ուզում էր մարդկանց դեն նետելով, կարծես նրանք միանգամյա օգտագործման իրեր լինեին։ Ինչ ժամանակ է պետք այս ամենը մարսելու համար, ասաց Ջուլիան վերջապես։ Եվ ինձ պետք է խոսել փաստաբանի հետ։ Լավ փաստաբանի։ Ես դրա մասին էլ եմ մտածել, ասաց Բեատրիսը, պայուսակից այցեքարտ հանելով։ Սա դոկտոր Ֆերնանդա Ավետիսյանն է։ Ընտանեկան իրավունքի բժշկական անպութության դեպքերի մասնագետ։ Ես արդեն կապվել եմ նրա հետ բացատրել հիմնական իրավիճակը։ Նա պատրաստ է հանդիպել ձեզ հետ հենց այսօր, եթե ցանկանաք։ Ջուլիան վերցրեց քարտը, ուսումնասիրելով այն։ Ինչու՞։ Ես այս ամենը անում։ Իսկապես։ Դա չի կարող լինել պարզապես մեղք։ Բեատրիսը մի պահ լռեց։ Որովհետև, ասաց նա վերջապես, եթե ես լինեի հիվանդանոցի այդ մահճակալին, կուզենայի, որ ինչ-որ մեկը պայքարեր ինձ համար։ Եվ որովհետև ես ուշ հասկացա, որ Էդուարդ Սարգսյանը մի մարդ չէ, ում ես ուզում եմ հանցակից լինել։ Նա ոչնչացրել է Մարիամին։ Ես թույլ չեմ տա, որ նա ոչնչացնի ուրիշ մեկին։ Երկու կանայք երկար նայեցին միմյանց։ Այնքան շատ չասված հույզեր կային, որոնք լողում էին նրանց միջ։ Կատաղություն, մեղք, զղջում, վճռականություն։ Բայց ամենից առաջ կար մի ընդհանուր նպատակ՝ պաշտպանել Մարիամին։ Ինձ պետք կլինես վկայելու համար, ասաց Ջուլիան։ Եթե դա դատարան հասնի, դու պետք է պատրաստ լինես ամեն ինչ հրապարակայնորեն պատմելու։ Ես պատրաստ եմ դրան, պատասխանեց Բեատրիսը։ Ես 3 կորցրի իմ աշխատանքը։ Էդուարդն ինձ ազատեց։ Ասաց, որ ես հուզականորեն անկայուն էի, որ ինձ համար ավելի լավ կլիներ ժամանակ վերցնել։ Բայց ես գիտեմ, որ դա այն էր, որ ես սկսեցի հարցեր տալ։ Կասկածի տակ դնել այն, ինչ նա պլանավորում էր։ Այո, ես կվկայեմ։ Ես ամեն ինչ կպատմեմ։ Ջուլիան վեր կացավ, փաստաբանի քարտը գրպանը դնելով։ Ես հենց հիմա կզանգահարեմ նրան։ Եվ Բեատրիս, նա դադարեց։ Շնորհակալություն։ Որքան էլ բարդ լինի դա ասելը, շնորհակալություն ճիշտ բան անելու համար։ Բեատրիսը գլխով արեց, ավելի շատ արցունքներ հոսելով իր դեմքից։ Հոգ տար նրա մասին, Ջուլիա։ Եվ երեխաների։ Նրանք արժանի են մորը ճանաչելու հնարավորությանը։ Ջուլիան դուրս եկավ սենյակից, մտքերը եռալով։ Նա անմիջապես զանգահարեց դոկտոր Ֆերնանդա Ավետիսյանին, ի ուրախություն նրա, փաստաբանը կարողացավ նրան տեղավորել իր օրակարգում հենց այդ կեսօրին։ Մինչ այդ, նա որոշեց վերադառնալ Մարիամի վերակենդանացման բաժանմունք։ Նա պետք է մոտ լիներ քրոջը, պետք է ինչ-որ կերպ ասեր նրան, որ նա մենակ չէր։ Որ մարդիկ պայքարում էին նրա համար։ Երբ հասավ վերակենդանացման բաժանմունքի դռանը, նա տեսավ դոկտոր Հենրիկ Մանուկյանին, որը դուրս էր գալիս սենյակից։ Նա տարօրինակ արտահայտություն ուներ դեմքին, զարմանքի հույսի խառնուրդ։ Օրիորդ Ջուլիա, ասաց նա։ Պետք է խոսեմ ձեզ հետ։ Դա ձեր քրոջ մասին է։ Ջուլիայի սիրտը թռավ։ Ինչ պատահեց։ Նա լավ է։ Վատացավ։ Չի վատացել, դանդաղ պատասխանեց նա։ Իրականում, մի բան պատահեց, որը մենք չէինք սպասում։ Եկեք ինձ հետ, խնդրում եմ։ Նրանք մտան սենյակ, բժիշկը նրան տարավ մոնիտորի մոտ, որը գրանցում էր Մարիամի ուղեղի ակտիվությունը։
Տեսեք սա, ասաց նա, մատնացույց անելով գրաֆիկը։ Երբ նա հասավ, ուղեղի ակտիվությունը գործնականում բացակայում էր։ Դրա համար էլ մենք խոսեցինք ուղեղի անդառնալի վնասվածքի հնարավորության մասին։ Ջուլիան նայեց մոնիտորին, լիովին չհասկանալով, թե ինչ էր տեսնում։ Իսկ հիմա։ Հիմա, ասաց նա, ակնհայտորեն պայքարելով հույզերը զսպելու համար։ Սկսում է ակտիվություն հայտնվել։ Շատ չէ, դեռ շատ նուրբ է։ Բայց կա։ Եվ երեք գիշեր բուժքույրերից մեկը երդվեց, որ տեսել է նրա ցուցամատի շարժումը։ Ընդամենը թե դող, բայց շարժում էր։ Ջուլիան զգաց, թե ինչպես են արցունքները լցնում իր աչքերը։ Դա նշանակում է, որ նա կարող է արթնանալ։ Դա նշանակում է, որ նա պայքարում է, պատասխանեց բժիշկը։ Որ ուղեղը չի հանձնվել։ Ես ոչինչ չեմ կարող խոստանալ, Ջուլիա։ Բայց առաջին անգամ, քանի որ նա այստեղ է հասել, ես իրական հույս ունեմ, որ ձեր քույրը կարող է հնարավորություն ունենալ։ Ջուլիան մոտեցավ մահճակալին, բռնեց Մարիամի ձեռքը։ Մարիամ, շշնջաց նա։ Ես գիտեի։ Գիտեի, որ դու չես հանձնվել։ Դու չափազանց ուժեղ ես դրա համար։ Բժիշկը ձեռքը դրեց նրա ուսին։ Ես կշարունակեմ ուշադիր հետել։ Եվ ես կդիմադրեմ ցանկացած ճնշման բուժումը դադարեցնելու մասին շտապ որոշումներ կայացնելու համար։ Նա արժանի է պայքարելու բոլոր հնարավորություններին։ Էդուարդը գիտի դա, հարցրեց Ջուլիան։ Ուղեղի ակտիվության աճի մասին։ Դեռ ոչ։ Ես ուզում էի նախ ձեզ հետ խոսել։ Բայց շուտով ստիպված կլինեմ տեղեկացնել նրան։ Դա արձանագրությունն է։ Ջուլիան գլխով արեց, բայց նրա միտքն արդեն արագ էր աշխատում։ Նա գիտեր, որ հենց Էդուարդը իմանար, որ Մարիամը վերականգնման նշաններ է ցույց տալիս, նա կարող էր փորձել արագացնել ցանկացած պլան, որը նա ուներ։ Նա պետք է արագ գործեր։ Դոկտոր, ասաց նա։ Պետք է մի խնդրանք ունենամ։ Շատ կարևոր խնդրանք։ Կարող եք սպասել մինչ վաղը, Էդուարդին տեղեկացնելու համար։ Ընդամենը 24 ժամ։ Ինչ ժամանակ է պետք, նա վարանեց, որոշ իրավական բաներ կազմակերպելու համար։ Բժիշկը ուշադիր ուսումնասիրեց նրան։ Ինչ-որ բան կա, որ ես պետք է իմանամ։ Ջուլիան այդ պահին որոշում կայացրեց։ Նա կվստահեր նրան։ Նա պետք է վստահեր ինչ-որ մեկին։ Կարծում եմ, որ քրոջս ամուսինը գուցե չի գործում նրա լավագույն շահերից ելնելով։ Ես ապացույցներ եմ հավաքում, խորհրդակցում եմ փաստաբանի հետ։ Ինձ պարզապես մի փոքր ավելի շատ ժամանակ է պետք։ Բժիշկը երկար պահ լռեց։ Վերջապես, նա գլխով արեց։ Ես կարող եմ արդարացնել մինչ վաղը սպասելը, ասելով, որ ուզում եմ ավելի շատ թեստեր անել, փոփոխությունները հաստատելու համար։ Բայց ես չեմ կարող դրանից ավել սպասել, Ջուլիա։ Դա անեթիկական կլիներ։ Հասկանում եմ։ Եվ շնորհակալ եմ։ Սրտանց։ Նաս մի որոշ ժամանակ մնաց Մարիամի կողքին, մեղմորեն խոսելով, պատմելով երեխաների մասին, թե ինչպես էին նրանք ամեն օր ավելի ուժեղ դառնում։ Նա խոստացավ, որ երբ նա արթնանա, առաջին անգամ կտեսնի իր երեխաներին։ Նա կգրկեր Գաբրիելին, Միքայելին, կիմանար, որ ամբողջ պայքարը արժեր։ Կեսօրին Ջուլիան հանդիպեց դոկտոր Ֆերնանդա Ավետիսյանին նրա նրբագեղ գրասենյակում, Մաշտոցի պողոտայում։ Փաստաբանը 40-ից մի փոքր ավելի տարիքի կին էր, նրբագեղ սանրված մոխրագույն մազերով, թափանցող աչքերով, որոնք կարծես տեսնում էին ցանկացած ստի միջով։ Ջուլիան ամեն ինչ պատմեց։ Էդուարդի Բեատրիսի սիրավեպի մասին։ Փոխզիջումային ձայնագրությունների մասին։ Հիվանդանոցում նրա սառնության մասին։ Այն նշանների մասին, որ նա փաստաբանների հետ էր խորհրդակցում սարքերն անջատելու մասին։ Եվ այն նոր հույսի մասին, որը դոկտոր Հենրիկը տվել էր նրան այդ առավոտ։ Դոկտոր Ֆերնանդան լուր լսեց ամեն ինչ, ժամանակ առ ժամանակ նշումներ անելով։ Երբ Ջուլիան ավարտեց, փաստաբանը թիկունքը հենեց աթոռին, մատները միացրեց։ Դա բարդ գործ է, ասաց նա վերջապես։ Բայց ոչ անհնարին։ Որպես հիվանդի քենի, դուք սահմանափակ իրավունք ունեք կասկածի տակ դնել բժշկական որոշումները։ Սակայն մենք կարող ենք պնդել, որ շահերի բախում կա, հաշվի առնելով ամուսնու ամուսնական կապից դուրս հարաբերությունները, այն ապացույցները, որ նա գուցե չի գործում հիվանդի լավագույն շահերից ելնելով։ Ուրեմն կարող եք ինչ-որ բան անել։ Կարող եմ, այո։
Առաջին բանը, ես հրաման կկազմեմ պահանջելով, որ բուժումը դադարեցնելու մասին ցանկացած որոշում նախորդվի անկախ բժշկական գնահատմամբ դատական լսումով։ Երկրորդ բանը, ես գործ կսկսեմ կասկածի տակ դնելով Էդուարդ Սարգսյանի պիտանիությունը, որպես Մարիամի շահերի օրինական խնամակալ, հաշվի առնելով շահերի պոտենցիալ բախումը։ Ջուլիան թեթացման ալիք զգաց։ Իսկ երեխաները։ Եթե Մարիամի հետ ինչ-որ բան պատահի, նա ավտոմատ կստանա խնամակալությունը։ Սովորաբար այո։ Բայց հաշվի առնելով այն, ինչ դուք ինձ պատմեցիք, մենք կարող ենք պնդել, որ նա հարմար հայր չէ։ Հուզական անփութության ապացույցները, ծննդաբերության ժամանակ լքելը, այս ամենը կարող է օգտագործվել նրա ծնողական պիտանիությունը կասկածի տակ դնելու համար։ Դուք պատրաստ կլինեք խնամակալություն պահանջելու։ Այո, պատասխանեց Ջուլիան առանց վարանելու։ Ես կանեմ այն, ինչ անհրաժեշտ է իմ զարմիկներին պաշտպանելու համար։ Ուրեմն սկսենք փաստաթղթերի պատրաստումը։ Բայց Ջուլիա, փաստաբանը առաջ թեքվեց։ Պետք է հասկանաք, որ սա շատ տգեղ կլինի։ Էդուարդ Սարգսյանը հզոր մարդ է, անսահմանափակ ռեսուրսներով։ Նա կպայքարի և կկեղտոտ խաղ կխաղա։ Ես պատրաստ եմ, ասաց Ջուլիան, վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Նա արդեն ոչնչացրել է քրոջս։ Ես թույլ չեմ տա, որ նա ոչնչացնի ուրիշ ոչինչ։ Փաստաբանը ժպտաց, ժպիտ, որը հիացմունքի նշույլ ուներ։ Ուրեմն գնանք պատերազմի։ Երբ Ջուլիան դուրս եկավ փաստաբանի գրասենյակից, գրեթե գիշեր էր։ Քաղաքը լուսավորված էր միլիոնավոր լույսերով, անտարբեր իր միջանցքներում սենյակներում ծավալվող անձնական դրամաների նկատմամբ։ Նա նայեց մտնող երկնքին առաջին անգամ օրերի ընթացքում զգաց ինչ-որ բան, որը նման էր հույսի։ Մարիամը պայքարում էր։ Եվ հիմա Ջուլիան էլ էր։ Հրամանը տրվեց հաջորդ առավոտ։ Դոկտոր Ֆերնանդան Ջուլիային զանգահարեց առավոտյան ժամը 7-ին, բարի լուրը հեռախոսով արձագանքելով։ Մենք հաջողության հասանք, ասաց փաստաբանը։ Բուժումը դադարեցնելու մասին ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց դատական հաստատման անկախ բժշկական գնահատման։ Էդուարդ Սարգսյանին պաշտոնապես տեղեկացրել են 20 րոպե առաջ։ Ջուլիան հիվանդանոցում էր, երբ զանգ ստացավ։ Նա այնտեղ էր անցկացրել մեկ գիշեր, հերթով հսկելով Մարիամին խնամելով Գաբրիելին Միքայելին։ Երեխաներն ավելի ու ավելի էին ուժեղանում։ Միքայելը լիովին դուրս էր եկել թթվածնից, իսկ Գաբրիելը լավ էր ուտում։ Նրանք փոքրիկ հրաշքներ էին այսքան խավարի մեջ։ Բայց ամենամեծ հրաշքը դեռ առջում էր։ Ջուլիան նստած էր Մարիամի կողքին, երբ ձեռքի սեղմում զգաց։ Սկզբում նա կարծում էր, որ դա իր երակայությունն էր, իր հոգնածությունը խաղեր էր խաղում նրա հետ։ Բայց հետո կրկին զգաց։ Այս անգամ ավելի ուժեղ։ Անսխալական։ Մարիամ, չշնջաց նա, սիրտը թրջելով։ Մարիամ, դու ինձ լսում ես։ Կրկին սեղմիր իմ ձեռքը, եթե լսում ես ինձ։ Եվ Մարիամը սեղմեց։ Թույլ, բայց միտումնավոր։ Ջուլիան ցատկով վեր կացավ վազեց բժշկին կանչելու։ Դոկտոր Հենրիկ։ Նա արթնանում է։ Նա սեղմեց իմ ձեռքը։ Բժիշկը վազելով եկավ երկու բուժքրոջ ուղեկցությամբ։ Նրանք շրջապատեցին մահճակալը, ստուգելով մոնիտորները, հետազոտելով ռեֆլեքսները։ Եվ հետո դա տեղի ունեցավ։ Մարիամի աչքերը բացվեցին։ Սկզբում ընդամենը ճեղքվածք, լույսի նկատմամբ զգայուն։ Բայց դրանք բաց էին։ Կենդանի։ Գիտակից։ Մարիամ, մեղմորեն ասաց բժիշկը։ Եթե կարող եք լսել ինձ, մեկ անգամ թարթեք աչքերը։ Մարիամը թարթեց։ Սենյակը պայթեց վերահսկվող ակտիվությամբ։ Ավելի շատ բժիշկներ կանչվեցին։ Թեստեր արվեցին։ Բայց ամեն ինչի միջով Ջուլիան բռնեց քրոջ ձեռքը, ուրախության արցունքները հոսելով նրա դեմքից։ Դու կարողացար, Մարիամ։ Դու վերադարձար։ Քո տղաները սպասում են քեզ։ Մի քանի ժամ պահանջվեց, որ Մարիամը բավարար ուժ հավաքի խոսելու համար։ Նրա ձայնը խռպոտ էր, թույլ, բայց դա նրա ձայնն էր։ Որտեղ են, փորձեց նա։ Երեխաները։ Լավ են, շտապեց պատասխանել Ջուլիան։ Նորածնային վերակենդանացման բաժանմունքում են, բայց ամեն օր լավանում են։ Գաբրիել Միքայել։ Դու շուտով կհանդիպես նրանց, խոստանում եմ։
Էդուարդ։ Հարցը լի էր բարդ հույզերով։ Վախ, հույս, կասկած։ Ջուլիան վարանեց։ Նա չգիտեր, թե որքան պետք է պատմեր այդ պահին։ Մարիամը փխրուն էր, նոր էր արթնացել կոմայից։ Արդյոք ճիշտ ժամանակն էր լիովին ոչնչացնելու ցանկացած պատրանք, որը նա դեռ կարող էր ունենալ ամուսնության մասին։ Բայց Մարիամը տեսավ քրոջ դեմքի վրա վարանումը։ Նրա աչքերը դեռ լիովին անկենտրոն լցվեցին արցունքներով։ Ես գիտեմ, Ջուլիա։ Ես միշտ գիտեի։ Պարզապես չէի ուզում ընդունել։ Ինչ գիտես։ Բեատրիսի մասին։ Նրանց սիրավեպի մասին։ Մարիամը փակեց աչքերը։ Կարծում էի, որ եթե ձացնեմ, թե չեմ տեսնում, գուցե կանցներ։ Գուցե նա կվերադառնար ինձ մոտ, երբ երեխաները ծնվեին։ Ինչ հիմար էի ես։ Ոչ, ամուր ասաց Ջուլիան։ Դու հիմար չէիր։ Դու սիրեցիր։ Վստահեցիր։ Դա քեզ հիմար չի դարձնում։ Դա նրան հրեշ է դարձնում։ Մարիամը նորից բացեց աչքերը։ Նա այստեղ է։ Նա գիտի, որ ես արթնացել եմ։ Դեռ ոչ։ Բայց շուտով կիմանա։ Եվ երբ իմանա, Ջուլիան խորը շունչ քաշեց։ Կան բաներ, որոնք դու պետք է իմանաս, Մարիամ։ Բաներ, որոնք ես պարզեցի, մինչ դու կոմայի մեջ էիր։ Բայց ոչ հիմա։ Հիմա դու պետք է հանգստանաս, վերականգնվես։ Բայց Մարիամը թեթակի գլուխը թափահարեց։ Ոչ։ Պատմիր։ Պետք է իմանամ ճշմարտությունը։ Այնուհետ Ջուլիան պատմեց։ Պատմեց Էդուարդի սառնության մասին հիվանդանոցում։ Այն մասին, թե ինչպես էր նա ճնշում բժիշկներին արագ որոշումների համար։ Բեատրիսի ցույց տված ձայնագրությունների մասին։ Այն մասին, թե ինչպես էր նա պլանավորում անջատել սարքերը։ Յուրաքանչյուր բառով նա տեսնում էր, թե ինչպես է քրոջ սիրտը մի փոքր ավելի կոտրվում։ Բայց նա տեսնում էր ուրիշ բան։ Տեսնում էր կատաղություն։ Վճռականություն։ Ուժ, որը վերածնվում էր դավաճանության մոխիրներից։ Նա ուզում էր, որ ես մեռնեմ, ասաց Մարիամը վերջապես, ձայնը դողդոջուն, բայց ամուր։ Ուզում էր ազատվել ինձանից։ Բայց դու գոյատեցիր, ասաց Ջուլիան։ Եվ հիմա մենք կպայքարենք։ Միասին։ Ես արդեն փաստաբան ունեմ։ Մենք արդեն սկսել ենք իրավական գործընթացներ։ Դու մենակ չես դրանում, Մարիամ։ Մարիամն ավելի ուժեղ բռնեց քրոջ ձեռքը։ Իմ երեխաները։ Նա չի կարող ունենալ իմ երեխաներին։ Եվ չի ունենա։ Խոստանում եմ։ Հենց այդ պահին դուռը բացվեց, Էդուարդը ներս մտավ։ Նա կանգնեց ճանապարհի կեսին, ակնհայտորեն ցնցված, տեսնելով Մարիամին արթուն, աչքերը բաց, ուղիղ իրեն նայող։ Մարիամ, սկսեց նա, փորձելով կազմել այդ հմայիչ ժպիտը։ Շնորհակալություն Աստծուն, որ արթնացար։ Ես այնքան անհանգստացած էի։ Ստախոս, բառը դուրս եկավ Մարիամի շուրթերից մտրակի պես։ Դու ստախոս ես։ Էդուարդը թարթեց, զարմացած թշնամությունից։ Սիրելիս, դու շփոթված ես։ Հենց նոր ես արթնացել, դեռ թույլ ես։ Ես լիովին հստակ եմ մտածում, Էդուարդ։ Այնքան հստակ, որպեսզի իմանամ, որ դու ուզում էիր, որ ես մեռնեմ։ Որ դու պլանավորում էիր անջատել իմ սարքերը։ Որ դու արդեն մտածում էիր քո նոր կյանքի մասին, առանց ինձ։ Էդուարդի դեմքը գունատվեց։ Ես չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում։ Դու զառանցում ես։ Ջուլիան վեր կացավ, իրեն դնելով Էդուարդի Մարիամի միջ։ Նա ամեն ինչ գիտի, Էդուարդ։ Ձայնագրությունների մասին։ Հաղորդագրությունների մասին։ Բեատրիսի մասին։ Քո պլանների մասին։ Եվ մենք ամեն ինչի ապացույց ունենք։ Էդուարդը նրան նայեց այնքան մաքուր ատելությամբ, որ Ջուլիան ցնցում զգաց իր ողնաշարով։ Դու, թքեց նա։ Դու թունավորում ես նրա միտքը։ Միջամտում ես մի ամուսնության, որը քոնը չէ։ Այլս ամուսնություն չկա, ասաց Մարիամը մահճակալից։ Ավարտվեց։ Ավարտվեց այն պահին, երբ դու ուրիշ կին ընտրեցիր։ Ավարտվեց, երբ դու ինձ լքեցիր հիվանդանոցում։ Ավարտվեց, երբ դու ստորագրեցիր փաստաթղթեր ինձ մահվան թողնելու համար։
Էդուարդը մի քայլ արեց դեպի մահճակալը, բայց Ջուլիան արգելափակեց նրա ճանապարհը։ «Մի մոտեցիր նրան», զգուշացրեց նա։ «Եվ իմացիր, որ մենք արդեն դիմել ենք պաշտպանական հրամանի համար։ Դու այլևս չես կարող բժշկական որոշումներ կայացնել նրա համար։ Եվ մենք կպայքարենք Գաբրիել-Միքայել երեխաների խնամակալության համար»։ «Իմ երեխաները»։ Էդուարդի ձայնը վտանգավորորեն բարձրացավ։ «Դու կարծում ես, որ կարող ես ինձնից խլել իմ երեխաներին։ Ես նրանց հայրն եմ։ Ես իրավունքներ ունեմ»։ «Իրավունքներ, որոնցից դու հրաժարվեցիր, երբ լքեցիր նրանց», հակադարձեց Ջուլիան։ «Երբ դու կորպորատիվ միջոցառում ընտրեցիր, այլ ոչ թե այստեղ լինելը, երբ նրանք ծնվեցին»։ «Ես աշխատում էի», բղավեց Էդուարդը։ «Աշխատում էի նրանց ապագան ապահովելու համար»։ «Դու քո սիրուհու հետ էիր», ուղղեց Մարիամը, ձայնը թույլ, բայց ամուր։ «Մի ստիր այլս, Էդուարդ։ Մենք այլս ոչինչ չունենք։ Դու ամեն ինչ ոչնչացրիր»։ Էդուարդը բերանը բացեց պատասխանելու համար, բայց այդ պահին դոկտոր Հենրիկը մտավ սենյակ երկու բուժքրոջ ուղեկցությամբ։ «Պարոն Սարգսյան», ամուր ասաց նա, «ես ստիպված կլինեմ խնդրել ձեզ հեռանալ։ Հիվանդին հանգիստ է պետք, այս իրավիճակն ակնհայտորեն սթրես է առաջացնում»։ «Դա իմ կինն է», մռնչաց Էդուարդը։ «Եվ ես նրա բժիշկն եմ։ Եվ ես խնդրում եմ ձեզ դուրս գալ։ Հենց հիմա»։ Երկու տղամարդիկ երկար պահ նայեցին միմյանց։ Վերջապես, Էդուարդը հետ քաշվեց։ Բայց մինչ դուրս գալը, նա նայեց Մարիամին։ «Սա չի ավարտվել», ասաց նա։ «Բացարձակապես ոչ։ Ես ունեմ երկրի լավագույն փաստաբանները։ Նրանք կոչնչացնեն ձեզ երկուսիդ դատարանում»։ «Մենք դրան ենք հույս դնում», հանգիստ պատասխանեց Ջուլիան։ «Որովհետև երբ դու փորձես ոչնչացնել մեզ հանրության առջ, մենք աշխարհին ցույց կտանք, թե ով ես դու իրականում։ Ամեն ապացույց, ամեն ձայնագրություն, ամեն սուտ։ Հրաշալի կլինի տեսնել, թե ինչպես է քո կայսրությունը փլուզվում»։ Էդուարդը դուռը շրխկացնելով դուրս եկավ։ Հաջորդած լռությունը ծանր էր ու լարված։ Մարիամը սկսեց լացել մեծ հեկեկոցներով, որոնք ցնցում էին նրա փխրուն մարմինը։ Ջուլիան վազեց նրա մահճակալի մոտ, զգուշորեն գրկելով նրան։ «Ամեն ինչ լավ է», շշնջաց նա։ «Ավարտվեց։ Նա այլևս չի կարող վնասել քեզ»։ Բայց օրեր պահանջվեցին, մինչ Մարիամը կարողացավ իսկապես հավատալ դրան։ Ֆիզիկական հուզական վերականգնման օրեր։ Թերապիայի արդյունքների օրեր։ Առաջին անգամ իր երեխաներին ճանաչելու օրեր, Գաբրիելին Միքայելին կրծքին գրկելով զգալով ամենամաքուր ու ամենաուժեղ սերը, որը երբեք զգացել էր։ Էդուարդը փորձեց պայքարել։ Վարձեց թանկ փաստաբաններ։ Սուտ լուրեր տարածեց մամուլում։ Փորձեց Մարիամին ներկայացնել որպես հոգեպես անկայուն, իսկ Ջուլիային որպես մանիպուլյատոր։ Բայց նա մի բան հաշվի չէր առել՝ Բեատրիսը։ Բեատրիս Հարությունյանը, քավության մի արարքով, որը ոչ ոք չէր սպասում, հրապարակայնացավ։ Նա մանրամասն հարցազրույցներ տվեց թերթերին, հեռուստահաղորդումներին։ Ցույց տվեց ձայնագրություններ, հաղորդագրություններ, Էդուարդի սիրավեպի պլանների անհերքելի ապացույցներ։ Խոսեց իրենից առաջ եղած այլ կանանց մասին, շահագործող վարքագծի օրինաչափության մասին։ Պատմությունը պայթեց սոցիալական ցանցերում։ Մարդը, ով կառուցել էր էթիկական գործադիրի նվիրված ամուսնու կերպար, բացահայտվեց որպես դաժան հաշվարկող մանիպուլյատոր։ Sargsyan Incorporations-ի բաժնետոմսերը կտրուկ անկում ապրեցին։ Գործարար գործընկերները սկսեցին հեռանալ։ Կայսրությունը, որը Էդուարդը կառուցել էր այդքան մոլուցքով, սկսեց փլուզվել։ Բայց վերջին հարվածը եկավ այնտեղից, որտեղից նա ամենաքիչն էր սպասում։ Մարիամի արթնանալուց 3 շաբաթ անց ընկերությունը կորպորատիվ միջոցառում էր անցկացնում։ Գալա ընթրիք ներդրողների ռազմավարական գործընկերների համար, Էդուարդի հուսահատ փորձը փրկելու իր հեղինակությունն ու բիզնեսը։ Նա փորձել էր ելույթ նոր սկզբի, սխալներից սովորելու, նոր մարդ լինելու մասին։ Մարիամը դեռ հենակներ էր օգտագործում, նրա մարմինը դեռ վերականգնվում էր փորձությունից։ Բայց երբ նա իմացավ միջոցառման մասին, որոշում կայացրեց։ Նա կգնար։
Նա իր պահը կունենար ճշմարտությունն ուղղակիորեն ասելու այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ծափահարել էին Էդուարդին, ովքեր միլիոններ էին ներդրել նրա ընկերությունում, ովքեր հավատացել էին նրա ազնիվ մարդու արտաքինին։ Ջուլիան փորձեց համոզել նրան սպասել, ավելի շատ վերականգնվել, նախքան իրեն այդպես բացահայտելը։ Բայց Մարիամը վճռական էր։ Պետք է դա անեմ, Ջուլիա։ Պետք է նայեմ նրան բոլոր նրանց, ովքեր աջակցել են նրան, ասեմ. Ես գոյատեցի։ Դուք ինձ չթաղեցիք։ Ես վերադարձա։ Այնուհետ նրանք գնացին։ Մարիամը իր հենակներով նրբագեղ, բայց պարզ զգեստով, առանց դիմահարդարման, թաքցնելու այն պայքարի հետքերը, որը նա մղել էր։ Ջուլիան նրա կողքին էր, պաշտպանող, ինչպես միշտ։ Նրանք հասան, երբ Էդուարդն իր ելույթի կեսին էր։ Սրահը լիքն էր, հարյուրավոր մարդիկ գալահագուստներով, բարձրացրած շամպայնի բաժակներով։ Էդուարդը լուսավորված բեմի վրա, խոսում էր այդ համոզիչ ձայնով, որը համոզել էր ներդրողներին միլիոններ ներդնել իր ձեռքերում։ Ես սովորել եմ, որ կյանքում երբեմն մենք անցնում ենք փորձությունների միջով, որոնք մեզ փորձում են, ասում էր նա։ Որոնք ստիպում են մեզ վերանայել մեր ընտրությունները, մեր արժեքները։ Եվ ես վերջերս անցել եմ դրա միջով։ Իմ ընտանիքը դժվար պահ է ունեցել, մի պահ, որը ստիպել է մեզ ամեն ինչ կասկածի տակ դնել։ Բայց մենք հիմա ավելի ուժեղ ենք։ Ես ավելի ուժեղ եմ։ Եվ պատրաստ եմ այս ընկերությունը նոր բարձունքների տանելու։ Հենց այդ պահին Մարիամը սկսեց քայլել սրահով։ Մարդիկ շրջվեցին նայելու, ճանաչելով նրան մամուլում շրջանառվող լուսանկարներից։ Շշուկներ սկսեցին տարածվել։ Էդուարդը բեմի վրա գունատվեց, տեսնելով նրան մոտենալիս։ Նա բարձրացավ բեմի աստիճաններով, դանդաղ, դժվար բարձրացում, յուրաքանչյուր քայլ ցավի թուլության նկատմամբ հաղթանակ։ Ջուլիան մնաց բեմի ստորոտում, պատրաստ օգնելու, եթե անհրաժեշտ լիներ, բայց իմանալով, որ այդ պահը պատկանում էր քրոջը։ Մարիամը հասավ բեմին, ձեռքը մեկնեց խոսափողի համար, որը բռնած էր Էդուարդը։ Նա վարանեց, բայց զգալով հարյուրավոր մարդկանց հայացքները իրենց վրա, այլ ընտրություն չուներ, քան տալ այն։ Մարիամը շրջվեց դեպի հանդիսատեսը։ Բարի երեկո, ասաց նա, ձայնը ուժեղացված արձագանքելով սրահում։ Իմ անունը Մարիամ Սարգսյան է։ Եվ ես այն կինն եմ, ում մասին հենց նոր խոսեց իմ ամուսինը։ Այն ընտանիքը, որն անցել է փորձությունների միջով։ Ես այսօր եկել եմ այստեղ, պատմելու ձեզ, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Էդուարդը փորձեց խոսափողը հետ վերցնել։ Մարիամ, մի արա դա։ Դու լավ չես։ Թույլ տուր քեզ տուն տանեմ։ Բայց նա հեռացավ։ Ես լիովին լավ եմ։ Ավելի լավ, քան տարիներ շարունակ, իրականում։ Որովհետև հիմա ես հստակ եմ տեսնում։ Եվ ես այդ հստակությունը կկիսեմ այստեղ բոլորի հետ։ Եվ հետո նա պատմեց։ Պատմեց այն միայնության մասին, որը նա զգացել էր հղիության ընթացքում։ Էդուարդի բացակայությունների մասին։ Ծննդաբերության օրվա մասին, երբ նա միջոցառում ընտրեց իր կողքին լինելու փոխարեն։ Կոմայի մասին, գրեթե մահանալու մասին։ Եվ արթնանալիս պարզելու մասին, որ ամուսինն ինքը դիտարկել էր անջատել այն սարքերը, որոնք պահում էին իրեն կենդանի։ Լռությունը սրահում բացարձակ էր։ Ոչ ոք չէր շարժվում։ Ոչ ոք չէր շնչում։ Մինչ դուք կենաց էիք խմում նրա հաջողության համար, շարունակեց Մարիամը, ես պայքարում էի իմ կյանքի համար։ Մինչ նա ժպտում էր լուսանկարների համար իր օգնականի հետ, ես արյունահոսում էի վիրահատական սեղանին։ Եվ երբ ես արթնացա, պարզեցի, որ նա տխուր չէր ինձ կորցնելու հնարավորության համար։ Նա թեթացած էր։ Էդուարդ, դա ճիշտ չէ, փորձեց նա։ Դու շփոթված ես, տրավմատիզացված։ Թույլ տուր բացատրեմ։ Բայց Մարիամը չկանգնեց։ Ես ձայնագրություններ ունեմ։ Ես հաղորդագրություններ ունեմ։ Ես վկաներ ունեմ։ Եվ ես երկու երեխա ունեմ, ովքեր գրեթե մեծացան առանց մոր, որովհետև նրանց հայրը որոշեց, որ ավելի հարմար կլիներ, եթե ես չգոյատեի։ Հանդիսատեսը շշուկներով պայթեց։ Լուսանկարիչների լրագրողների տեսախցիկները, ովքեր հրավիրվել էին միջոցառումը լուսաբանելու, գրանցում էին ամեն ինչ։ Էդուարդը կրկին փորձեց խոսափողը վերցնել, բայց այս անգամ Մարիամը շրջվեց նրա կողմը բարձր ու պարզ ասաց. Ոչ։ Դու քո խոսելու հերթն ունեցար։ Տարիներ ունեցար պատմության քո տարբերակը պատմելու համար։
Հիմա իմ հերթն է։ Նա նորից նայեց հանդիսատեսին։ Ես այսօր այստեղ եկա ոչ թե այս մարդուն ոչնչացնելու համար։ Նա դա ինքն իրենով արեց։ Ես այստեղ եկա ասելու ձեզ, հատկապես բոլոր այն կանանց, ովքեր կարող են լսել։ Ես գոյատեցի։ Նա փորձեց ինձ թաղել, բառացիորեն փոխաբերական իմաստով։ Բայց ես վերադարձա։ Վերադարձա ավելի ուժեղ, ավելի գիտակից, ավելի վճռական։ Եվ ես կվերակառուցեմ իմ կյանքը, հիմա իմ երկու գեղեցիկ երեխաների հետ, նրանից հեռու։ Արցունքներն արդեն ազատորեն հոսում էին նրա դեմքից, բայց նրա ձայնը մնում էր ամուր։ Եվ եթե ինչ-որ բան սովորել եմ այս ցավի ամիսներից, դա այն է, որ մենք ավելի ուժեղ ենք, քան կարծում ենք։ Որ մենք կարող ենք գոյատել աներակայելին։ Որ մենք կարող ենք մոխիրներից վեր կանգնել ավերակներից նոր ու գեղեցիկ բան ստեղծել։ Մարիամը խոսափողը հետ դրեց պատվանդանին շրջվեց, հեռանալու համար։ Էդուարդը փորձեց բռնել նրա թից, բայց նա ազատվեց։ Մի դիպչիր ինձ։ Երբեք այլս մի դիպչիր ինձ։ Ջուլիան արագ բարձրացավ բեմ օգնեց քրոջը իջնել աստիճաններով։ Սրահը պայթեց ձայներով։ Ոմանք ծափահարում էին։ Ոմանք հարցեր էին բղավում։ Լրագրողները դուրս էին վազում, պատմությունը հրապարակելու համար։ Ներդրողները բջջային հեռախոսներ էին հանում, հավանաբար արդեն դիտարկելով իրենց ռեսուրսները ընկերությունից հետ վերցնելը։ Էդուարդը մենակ մնաց բեմի վրա, իր կառուցած կայսրությունը իրական ժամանակում փլուզվելով իր շուրջը։ Նա փորձեց խոսել, փորձեց բացատրել, բայց ոչ ոք այլս չէր լսում։ Մարդիկ արդեն հեռանում էին, շշնջալով միմյանց հետ, լուսանկարներ անելով, տեսանյութեր տարածելով։ Դրսում, Երանի գիշերային թարմ օդում, Մարիամը խորը շունչ քաշեց։ Առաջին անգամ տարիներ շարունակ իրեն թեթ զգաց։ Կարծես անհնարին ծանրություն վերջապես հանված լիներ իր ուսերից։ Լավ ես, հարցրեց Ջուլիան, մտահոգված։ Մարիամը ժպտաց արցունքների միջով։ Ես հիանալի եմ։ Առաջին անգամ շատ ժամանակի մեջ, ես իսկապես հիանալի եմ։ Հաջորդ օրերին Մարիամի պատմությունը ազգային դարձավ։ Հեռուստահաղորդումները նրան հրավիրում էին հարցազրույցների։ Կանայք ամբողջ երկրից աջակցող հաղորդագրություններ էին գրում, կիսվելով իրենց սեփական գոյատման վերակառուցման պատմություններով։ Փաստաբանները առաջարկեցին անվճար աշխատել նրա ամուսնալուծության երեխաների խնամակալության գործի վրա։ Էդուարդը փորձեց վերահսկել վնասները, բայց արդեն ուշ էր։ Նրա ընկերությունը կորցրեց կարևոր պայմանագրեր։ Բաժնետերերը պահանջեցին նրա հրաժարականը խորհրդից։ Բեատրիսը դատի տվեց բարոյական ոտնձգությունների համար։ Այլ նախկին աշխատակցուհիներ սկսեցին խոսել, բացահայտելով բռնի վարքագծի օրինաչափություն, որը տարիներ էր ձգվում։ Ամուսնալուծությունը արագ վերջնական էր։ Մարիամը ստացավ Գաբրիել Միքայել երեխաների լիարժեք խնամակալությունը, Էդուարդը միայն վերահսկվող այցելություններ ուներ։ Տունը, համատեղ հաշիվները, ամեն ինչ բաժանվեց Մարիամի փաստաբանների ցուցումներով։ Նա ավելին չուզեց, քան արդար էր, բայց նա քիչ չընդունեց։ 6 ամիս անց Մարիամը մի փոքր բնակարանում էր Կոմիտասի պողոտայի մոտակայքում, շատ տարբեր այն առանձնատնից, որը նա կիսել էր Էդուարդի հետ։ Բայց դա Իրենն էր։ Իրենը իր երեխաներինը։ Գաբրիելն ու Միքայելն առողջ էին, արագ մեծանում էին, տարածքը լցնելով ծիծաղով, անկարգությամբ մաքուր սիրով։ Ջուլիան այնտեղ էր գրեթե ամեն օր, օգնելով, աջակցելով, լինելով այն ընտանիքը, որը միշտ եղել էր։ Եվ երբեմն Բեատրիսը հայտնվում էր, նվերներ բերելով երեխաների համար, ներողություն խնդրելով լուռ ձեռով։ Մարիամը դեռ վստահ չէր, թե արդյոք կկարողանար լիովին ներել նրան, բայց նա սովորում էր, որ կատաղություն կրելն ավելի ծանր էր, քան սովորելը բաց թողնել։ Մի կեսօր, մինչ երեխաները քնած էին, Ջուլիան դուրս էր եկել մթերք գնելու, Մարիամը նստեց պատշգամբում, սուրճի բաժակով նայեց քաղաքին, որը տարածվում էր իր առջ։ Երանը իր ամբողջ դաժանությամբ գեղեցկությամբ շարունակում էր պտտվել անտարբեր իր բնակիչների փոքրիկ ողբերգությունների հաղթանակների նկատմամբ։ Բայց Մարիամի համար այդ քաղաքը նշանակում էր նոր սկիզբ։ Նշանակում էր գոյատում։ Նշանակում էր, որ հնարավոր է լիովին ընկնել, այնուամենայնիվ ուժ գտնել վեր կանգնելու համար։ Նրա հեռախոսը թրթռաց։ Դա անհայտ համարից հաղորդագրություն էր։ Մի պահ նա զգաց, թե ինչպես է հին վախը վերադառնում։ Բայց հետո բացեց հաղորդագրությունը ժպտաց։ Դա մի կնոջից էր, ով տեսել էր նրա պատմությունը հեռուստատեսությամբ։
Այն պարզապես ասում էր. «Շնորհակալություն քաջ լինելու համար։ Դու ինձ ոգեշնչեցիր թողնել իմ բռնարար ամուսնուն։ Այսօր ես ամուսնալուծության հայց ներկայացրի։ Առաջին անգամ տարիներ շարունակ ես հույս ունեմ»։ Մարիամը զգաց, թե ինչպես են արցունքները լցնում իր աչքերը, բայց այս անգամ դրանք լավ արցունքներ էին։ Նա պատասխանեց. «Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես։ Վերակառուցելը դժվար է, բայց արժե։ Ես այստեղ եմ, եթե խոսելու կարիք ունես»։ Եվ այդ պահին, նայելով հորիզոնին, որտեղ առը սկսում էր մայր մտնել, Մարիամը գիտեր, որ գտել է իր նպատակը։ Նա այլևս չէր լինի հզոր գործարարի կատարյալ կինը։ Նա այլևս չէր լինի այն կինը, ով ծածնում էր, թե չի տեսնում դավաճանությունները, ով ժպիտով կուլ էր տալիս միայնությունը։ Նա կլիներ ինքը։ Մայր։ Գոյատող։ Մարտիկ։ Եվ գուցե մի օր նա կօգներ այլ կանանց գտնել իրենց սեփական ուժը, իրենց սեփական ձայնը, իրենց սեփական նոր սկիզբը։ Փոթորիկն անցել էր։ Եվ մնացել էին ավելի խորը արմատներ, ավելի ուժեղ թերմի սիրտ, որը սովորել էր, որ իսկական սերը սկսվում է ինքն իրեն սիրելուց։ Գաբրիելն արթնացավ լացելով, որին վայրկյաններ անց հետեց Միքայելը։ Մարիամը վեր կացավ, հեռախոսը դնելով, գնաց խնամելու իր երեխաներին։ Իր հրաշքները։ Իր պայքարի պատճառը։ Եվ մինչ նա գրկում էր նրանց, մեկը յուրաքանչյուր ձեռքի մեջ, զգալով նրանց կյանքի հաճելի ծանրությունը, որը կախված էր իրենից, Մարիամը շշնջաց. «Մայրիկը այստեղ է։ Միշտ այստեղ կլինի։ Եվ մենք լավ կլինենք։ Մենք բոլորս լավ կլինենք»։ Եվ նա հավատում էր դրան։ Վերջապես, իսկապես հավատում էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե ձեզ հուզել է ցավի հաղթահարման նոր սկզբի այս ճանապարհը, դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Արդյոք դա Մարիամի քաջությունն էր առերեսվելու Էդուարդին, Ջուլիայի հավատարմությո՞ւնը, Բեատրիսի քավությո՞ւնը, կամ գուցե այն ուղերձը, որ միշտ հնարավոր է նորից սկսել, անկախ նրանից, թե որքան խորն է անկումը։ Ամեն օր մենք ձեզ ենք ներկայացնում այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը իրական կողմը։ Սիրո դավաճանության, ընտանիքի ներողամտության, անկումների նոր սկզբերի պատմություններ։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ ձեզ է սպասում մեկ հուզիչ պատմություն։ Մինչ այդ, հիշեք. Դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք, միշտ հույս կա նոր սկզբի համար։